Երբ Օֆելիա Համբարձումյանի անձնական իրերը տեղափոխեցին թանգարան, մի փոքրիկ նոթատետր ընկավ հատակին։ Այն 30 տարի թաքնված էր պահարանի կրկնակի հատակի տակ։ Առաջին էջում դողդոչուն ձեռագրով, եթե ես չլինեմ, թող բոլորը իմանան ճշմարտությունը Մերանգուլյանի մասին։ Հաջորդ 12 էջերը լի էին անուններով, ամսաթվերով, գումարներով։ Սա ոչ թե օրագիր էր, այլ ապացույց։ Ապացույց այն մասին, որ Հայաստանի ամենասիրված երգչուհին չէր պատկանում իր ձայնին, իր երգերին, նույնիսկ իր արցունքներին։ Նա պատկանում էր մի մարդու, ով երբեք չէր բարձրանում բեմ, բայց որոշում էր, ով կապրի, ով կմոռացվի։ Այդ նոթատետրը փորձեցին ոչնչացնել 3 անգամ։ Բայց մի հին գրիչը, ով 30 տարի լռել էր, վերջապես խոսեց։ Ինչու՞։ Էր Օֆելիան, ով բեմում թագուհու պես կանգնում էր հազարավոր հանդիսատեսի առջ, դողում մի հայացքից։ Ինչու՞։ Էր նա, ով երգում էր ազատության սիրո մասին, ապրում ոսկե վանդակում։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Էն այդ ճշմարտությունը թաքցնում մինչ այսօր։ 1970-րդ թվականների վերջը։ Երանի օպերայի թատրոնի մուտքի մոտ հերթեր են կազմվում առավոտյան 6-ից։ Մարդիկ գիշերում են եկել, տոմս ձեռք բերելու համար։ Ոմանք բերել են բարձր, ջերմոցներ, նույնիսկ փոքրիկ աթոռներ։ Նրանք սպասում են մի ձայնի, որը կարող է արցունք պոկել քարից։ Օֆելիա Համբարձումյանի անունը արդեն դարձել է լեգենդ։ Երբ նա երգում է Շուբերտի Ավե Մարիան, դահլիճում լռություն է տիրում այնպիսի, որ լսվում է մարդկանց շնչառությունը։ Երբ նա մեկնաբանում է Կոմիտասի ծիրանի ծառը, տղամարդիկ թաքցնում են արցունքները թաշկինակների մեջ։ Նրա ձայնը ունի մի հատկություն, այն ոչ միայն հպում է ականջներին, այլ ուղղակի մտնում է հոգու մեջ, շարժում է այնտեղ ինչ-որ մոռացված լարեր։ Քննադատները գրում են, Համբարձումյանը չի երգում, նա աղոթում է ձայնով։ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորները հրավիրում են նրան դասախոսություններ տալու։ Իտալական օպերային տները ուղարկում են հրավերներ։ Նա 26 տարեկան է, ամբողջ աշխարհը նրա առջ է բացվում։ Բայց ոչ ոք չգիտի, որ յուրաքանչյուր համերգից առաջ Օֆելիան կանգնում է հեռախոսի մոտ սպասում զանգին։ Ոչ ոք չտեսնում է, թե ինչպես են նրա ձեռքերը դողում, երբ նա համարում է հեռախոսի սկավառակը։ Ոչ ոք չլսում է այն խոսակցությունները, որոնք տում են 3 րոպե, բայց որոնցից հետո երգչուհին նստում է գրիչի սենյակում լուռ նայում է հայելուն։ Այդ զանգերը գալիս են Հայաստանի պետական երգի պարի անսամբլի տնօրեն Վարդան Մերանգուլյանի աշխատասենյակից։ Մի մարդ, ով երբեք չի երգել բեմում, բայց որի ձայնը որոշում է, ով կերգի, ինչ կերգի։ Մի մարդ, ով պաշտոնապես է անսամբլի ղեկավար, բայց իրականում է կայսր, ով տիրապետում է ոչ միայն բեմին, այլ նրանց կյանքերին, ովքեր բարձրանում են այդ բեմը։ Օֆելիան նրան անվանում է պարոն տնօրեն։ Միշտ հարգանքով, միշտ հեռավորությամբ, միշտ վախով։ Մերանգուլյանի աշխատասենյակը գտնվում է անսամբլի շենքի 3-րդ հարկում։ Դուռը միշտ փակ է։ Քարտուղարուհին 50 տարեկան Մարգարիտ Սարգսյանը նստած է դրան դիմաց վերահսկում է, թե ով է մտնում, ով է դուրս գալիս։ Նա գրանցում է ամեն ինչ հատուկ մատյանում, ժամը, անունը, այցի տողությունը։ Այդ մատյանը երբեք չի մնում սեղանին գիշերը։ Մարգարիտը տանում է այն տուն, պահում է իր անկողնու տակ։ Երբ նրան հարցնում են, ինչու, նա պատասխանում է, պարոն տնօրենի հրամանով։ Աշխատասենյակի ներսում ծանր կաղնու սեղան, նեղ պատուհան, որը նայում է ներքին բակ, պահարան, որի բանալին միայն Մերանգուլյանի մոտ է։ Այդ պահարանում պահվում են պայմանագրեր, անձնական գործեր, նամակներ։ Եվս մի բան, որի մասին խոսում են շշուկով։ Մի թղթապանակ, որի վրա գրված է անձնական։ Ներսում լուսանկարներ, նամակներ, ձայնագրություններ։ Ապացույցներ, որոնք կարող են ոչնչացնել կարիերան մի վայրկյանում։ Օֆելիան առաջին անգամ հանդիպեց Մերանգուլյանին 1972 թվականին։ Նա նոր էր ավարտել կոնսերվատորիան, կարմիր դիպլոմով, երազում էր օպերային բեմի մասին։ Անսամբլում աշխատելը նրա պլաններում չէր մտնում։ Բայց ուսուցիչը, պրոֆեսոր Գոհար Գասպարյանը, կանչեց, ասաց. Օֆելիա ջան, գնա հանդիպիր Մերանգուլյանի հետ։ Նա ուզում է քեզ լսել։ Երիտասարդ երգչուհին մտավ այդ աշխատասենյակ, լի հույսերով, երազանքներով։ Մերանգուլյանը նստած է սեղանի ետում չբարեց։ Նա միայն ցույց տվեց աթոռը, ասաց. երգիր։ Օֆելիան երգեց Վերդիի «Լա
Մերանգուլյանը նայում էր նրան այնպես, ինչպես գնորդը նայում է ապրանքին շուկայում։ Հետո ասաց. «Ձայնդ լավ է։ Բայց օպերայում… Մոռացիր։ Օպերան Մոսկվայում է, Լենինգրադում է։ Այստեղ անսամբլ։ Եթե ուզում ես երգել, կերգես այն, ինչ ես կասեմ, այնտեղ, որտեղ ես կուղարկեմ, այնպես, ինչպես ես կցանկանամ։ Համաձայն ես»։ Օֆելիան նայեց նրա աչքերին, տեսավ ոչ թե հարց, այլ հրաման։ Նա հասկացավ, եթե հիմա ասի ոչ, դուռը կփակվի ընդմիշտ։ Ոչ միայն անսամբլի դուռը, այլ բոլոր բեմերի դռները Հայաստանում։ Որովհետև Մերանգուլյանը չէր պարզապես տնօրեն։ Նա էր մարդը, ով որոշում էր, ով կստանա հրավեր Կրեմլյան պալատ, ով կգնա միջազգային փառատոներ, ով կլինի ժողովրդական արտիստ, ով կմնա անհայտ։ Նա ուներ կապեր Մոսկվայում, կուլտուրայի նախարարությունում, Կենտկոմում։ Մի խոսքը բավական էր, կարիերան կավարտվեր, նախքան սկսելը։ Օֆելիան ասաց. «Համաձայն եմ»։ Մերանգուլյանը ժպտաց։ Այդ ժպիտը նա երբեք չէր մոռանա։ Այն ժպիտը չէր ջերմություն կամ հաստատում։ Այն էր սառը գոհունակություն, որս մեկը ընկավ ցանցի մեջ։ Առաջին 3 ամիսները Օֆելիան երգում էր երգչախմբում։ Նա կանգնում էր վերջին շարքում, երգում էր ֆոնային ձայներ։ Նրա ուսուցիչը զայրանում էր. «Ինչու՞։ Էն քեզ թաքցնում երգչախմբում, երբ դու սոլիստ ես»։ Բայց Օֆելիան լռում էր։ Նա արդեն սովորել էր լռել։ Մերանգուլյանի համակարգը պարզ էր՝ նախ կոտրել, հետո կառուցել։ Նախ ցույց տալ, որ դու ոչինչ ես առանց նրա, հետո շնորհել հնարավորություն։ Եվ երբ Օֆելիային վերջապես տվեցին առաջին սոլո համերգը, նա գիտեր, դա ոչ թե նրա տաղանդի ճանաչումն է, այլ Մերանգուլյանի ընտրությունը։ Նա ընտրել էր նրան։ Եվ հիմա նա պատկանում էր նրան։ Համերգից հետո Մերանգուլյանը կանչեց նրան աշխատասենյակ։ Սեղանին կար շամպայնի շիշ 2 բաժակ։ «Նստիր, Օֆելիա ջան», ասաց նա, առաջին անգամ օգտագործելով նրա անունը ջերմությամբ։ «Դու այսօր ծնվեցիր որպես արտիստ։ Եվ ես եմ քո հայրը այս աշխարհում»։ Նա լցրեց շամպայնը, բարձրացրեց բաժակը։ Օֆելիան չէր ուզում խմել, բայց չէր կարող մերժել։ Նա խմեց մի կում, զգաց, թե ինչպես է այրվում կոկորդը։ Մերանգուլյանը նայում էր նրան, շարունակում էր խոսել. «Բայց հիշիր, Օֆելիա ջան, այս աշխարհում ամեն ինչ ունի գին։ Փառքը, ճանաչումը, սերը։ Եվ դու պետք է վճարես այդ գինը։ Ոչ դրամով։ Հնազանդությամբ»։ Նա մոտեցավ նրան, դրեց ձեռքը նրա ուսին, շշնջաց. «Դու երբեք չպետք է մոռանաս, թե ով է քեզ տվել այս բեմը։ Եվ դու երբեք չպետք է փորձես թռչել առանց իմ թույլտվության»։ Օֆելիան դողում էր։ Ոչ սառնությունից, այլ վախից։ Նա հասկանում էր, դա ոչ թե հայրական խրատ է, այլ նախազգուշացում։ Նա տեսնում էր Մերանգուլյանի աչքերում ոչ թե հոգատարություն, այլ տիրապետում։ Եվ այդ պահին նա հասկացավ, ոսկե վանդակը արդեն փակվել է։ Բայց արդյոք նա երբ է կարող էր դուրս գալ այնտեղից։ Եվ ամենակարևորը, արդյոք ուրիշներն էլ էին նույն վանդակում, թե՞ միայն նա էր ընտրված այդ տանջանքի համար։ 1974 թվականին Օֆելիա Համբարձումյանը դարձավ Հայաստանի պետական երգի բարի անսամբլի առաջատար սոլիստը։ Նրա անունը փակցված էր բոլոր աֆիշաներում, մեծ տառերով։ Երբ նա բարձրանում էր բեմ, դահլիճը ոտքի էր կանգնում նախքան առաջին նոտան։ Նրա ձայնը հնչում էր ռադիոյով, նրա լուսանկարները տպագրվում էին ամսագրերում։ Մարդիկ փողոցում դադարում էին, ցույց էին տալիս նրան մատով. «Նայեք, Օֆելիան է»։ Երեխաները խնդրում էին ավտոգրաֆ, տղամարդիկն ուղարկում էին ծաղիկներ, կանայք նախանձում էին։ Նա 28 տարեկան էր, արդեն ապրում էր այն կյանքը, որի մասին երազում էին հազարավորները։ Բայց ոչ ոք չգիտեր, որ յուրաքանչյուր այդ ծափահարությունը, յուրաքանչյուր այդ ծաղիկը, յուրաքանչյուր այդ ժպիտը ուներ իր գինը։ Եվ այդ գինը վճարվում էր ոչ թե դրամով, այլ ինչ-որ ավելի թանկարժեքով, ազատությամբ։ Մերանգուլյանի վերահսկողությունը սկսվում էր առավոտյան ժամը 8-ից ավարտվում էր գիշերը, երբ Օֆելիան վերադառնում էր տուն։ Նա որոշում էր, Օֆելիան ինչ կհագնի բեմում, ինչ երգեր կմեկնաբանի, ում հետ կերքի դուետ, որ հարցազրույցների կտա, ինչ կասի այդ հարցազրույցներում։ Անսամբլում գործում էր անգրավոր օրենք, ոչ մի սոլիստ չէր կարող ընդունել հրավեր առանց Մերանգուլյանի թույլտվության։ Եթե օպերային թատրոնը հրավիրում էր Օֆելիային հյուրային մասնակցության, նախ պետք է զանգահարեին Մերանգուլյանին։
Եթե հեռուստատեսությունը ուզում էր նկարահանել նրա հետ հաղորդում, նախ պետք է համաձայնեցնեին Մերանգուլյանի հետ։ Նույնիսկ երբ Օֆելիային հրավիրեցին Մոսկվա, Կրեմլյան պալատում հանդես գալու, Մերանգուլյանն էր որոշում, ինչ կերքի նա քանի րոպե կտի ելույթը։ Բայց ամենավախեցնողը ֆիզիկական վերահսկողությունը չէր, այլ հոգեբանականը։ Մերանգուլյանը գիտեր, թե ինչպես մտնել մարդու գլխի մեջ, բնակվել այնտեղ որպես անընդհատ ձայն։ Նա երբեք չէր բարձրաձայնում Օֆելիայի վրա հրապարակայնորեն։ Ընդհակառակը, նա խոսում էր հանգիստ, համեստ, գրեթե հայրական տոնով։ Բայց յուրաքանչյուր նրա խոսքի մեջ կար թաքնված սպառնալիք։ Օֆելիա ջան, դու հոգնած ես վերջերս։ Միգուցե պետք է մի քիչ հանգստանաս։ Չեղարկենք հաջորդ 3 համերգները։ Դա հարց չէր, դա էր նախազգուշացում, եթե չհնազանդվես, կհանեմ բեմից։ Կամ լսեցի, որ դու հանդիպել ես օպերայի տնօրենի հետ։ Հետաքրքիր է, ինչի՞ մասին էիք խոսում։ Դա նշանակում էր, ես ամեն ինչ գիտեմ, ես ամենուր աչքեր ունեմ, դու չես կարող թաքցնել ինչ-որ բան ինձնից։ Անսամբլում աշխատում էր 45 սոլիստ, 56 երգիչ, 34 սպառող։ Եվ բոլորը գիտեին, Մերանգուլյանի մոտ ունի իր աչքերը։ Ոմանք ասում էին, որ դա քարտուղարուհի Մարգարիտն է։ Ուրիշներն էին համոզված, որ դիրիժոր Արամ Խաչատրյանն է հանձնում տեղեկություններ։ Երրորդները կասկածում էին կոստյումերի վարպետուհի Սիրանույշին։ Իրականում, դա բոլորն էին, ոչ ոք։ Մերանգուլյանը ստեղծել էր համակարգ, որտեղ յուրաքանչյուրը վախենում էր միմյանցից, այդ վախը պահում էր բոլորին հնազանդության մեջ։ Եթե երկու սոլիստներ շատ մտերիմ էին դառնում, Մերանգուլյանը գտնում էր եղանակ նրանց բաժանելու։ Մեկին ուղարկում էր գաստրոլների, մյուսին թողնում էր երանում։ Եթե ինչ-որ մեկը քննադատում էր անսամբլի քաղաքականությունը, հաջորդ ամիս նա հայտնվում էր երգչախմբում, առանց սոլո համերգների։ Օֆելիան փորձեց ապստամբել միայն մեկ անգամ։ Դա եղավ 1975 թվականի գարնանը։ Օպերային թատրոնը բեմադրում էր Պուչինիի «Տոսկան» հրավիրեց Օֆելիային գլխավոր դերի համար։ Դա էր նրա երազանքը, վերջապես երգել օպերա, վերջապես ապացուցել, որ նա ոչ միայն անսամբլային սոլիստ է։ Նա գնաց Մերանգուլյանի մոտ, ասաց. «Պարոն տնօրեն, ես ուզում եմ ընդունել այս հրավերը»։ Մերանգուլյանը նայեց նրան երկար, լուռ, հետո ժպտաց ասաց. «Իհարկե, Օֆելիա ջան։ Բայց դու հասկանում ես, որ օպերան պահանջում է ամբողջական նվիրվածություն։ Դու չես կարող միաժամանակ երգել անսամբլում օպերայում։ Դու պետք է ընտրես»։ Օֆելիան ասաց. «Ես ընտրում եմ օպերան»։ Հաջորդ օրը օպերային թատրոնի տնօրեն Արտաշես Թադոսյանը զանգահարեց Օֆելիային, ասաց. «Ներողություն, Օֆելիա ջան, բայց մենք ստիպված ենք հրավերը չեղարկել»։ Մերանգուլյանը բացատրեց, որ դու ունես պայմանագրային պարտավորություններ անսամբլի հետ, նա չի կարող քեզ ազատել։ Օֆելիան զանգահարեց Մերանգուլյանին, աղաղակեց. «Դուք ինձ խոստացել էիք։ Դուք ասացիք, ես կարող եմ ընտրել»։ Մերանգուլյանի ձայնը հեռախոսում էր սառը հանգիստ, ես ասացի, դու կարող ես ընտրել։ Եվ դու ընտրեցիր։ Բայց ես չասացի, որ քո ընտրությունը կիրականացվի։ Արի աշխատասենյակ, Օֆելիա ջան։ Մենք պետք է խոսենք։ Երբ Օֆելիան մտավ աշխատասենյակ, Մերանգուլյանը նստած էր սեղանի ետում, նայում էր մի թղթապանակի մեջ։ Նա չնայեց Օֆելիային, միայն ասաց. «Նստիր»։ Օֆելիան նստեց։ Մերանգուլյանը շարունակեց նայել թղթապանակին, խոսեց, առանց բարձրացնելու աչքերը. «Օֆելիա ջան, դու շատ տաղանդավոր ես։ Բայց տաղանդը բավարար չէ այս աշխարհում։ Պետք է նախ խելք ունենալ։ Եվ խելքը ասում է, դու պետք է իմանաս քո տեղը»։ Նա փակեց թղթապանակը, վերջապես նայեց Օֆելիային։ «Ես քեզ ստեղծեցի։ Ես քեզ դարձրի աստղ։ Եվ ես կարող եմ քեզ վերադարձնել այնտեղ, որտեղից վերցրի երգչախմբի վերջին շարք։ Կամ ավելի վատ, փողոց։ Որովհետև եթե դու լքես անսամբլը, ես կհոգամ, որ ոչ մի բեմ Հայաստանում քեզ չընդունի։ Ոչ օպերան, ոչ կամերայինը, ոչ նույնիսկ մարզային մշակույթի տները։ Դու կդառնաս ուրվական։ Հասկացա՞ր։ Օֆելիան նայում էր նրան, զգում էր, թե ինչպես է ներսում ինչ-որ բան կոտրվում։ Ոչ սիրտը, ոչ հույսը, այլ ինչ-որ ավելի խորը, հավատը, որ նա տեր է իր կյանքին։ Նա հասկացավ, Մերանգուլյանը ճիշտ է ասում։ Նա իսկապես կարող էր ոչնչացնել նրան։ Որովհետև խորհրդային համակարգում արվեստը չէր պատկանում արտիստներին։ Այն պատկանում էր պետությանը։
Եվ մեր Անգուլյանը էր պետության ներկայացուցիչը անսամբլում։ Նա ուներ կապեր, իշխանություն, ռեսուրսներ։ Իսկ Օֆելիան ուներ միայն ձայն։ Եվ ձայնը լռեցնելը շատ հեշտ էր, պարզապես չտալ միկրոֆոն։ Օֆելիան ասաց. «Ես հասկացա, պարոն տնօրեն»։ Մեր Անգուլյանը ժպտաց. «Լավ աղջիկ։ Հիմա գնա պատրաստվիր երեկվա համերգին։ Մենք երգելու ենք Կրեմլյան պալատում։ Դու կերգես Գարունեի երգը։ Եվ դու կժպտես։ Որովհետև դու երջանիկ ես, Օֆելիա ջան։ Դու աստղ ես։ Եվ աստղերը միշտ ժպտում են»։ Օֆելիան ելավ աշխատասենյակից գնաց դեպի զուգարանը։ Նա փակեց դուռը, նստեց հատակին, լաց եղավ։ Առաջին անգամ լուռ, որպեսզի ոչ ոք չլսի։ Որովհետև նույնիսկ արցունքները պետք է թաքցնել այս ոսկե վանդակում։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Երեկոյան, երբ Օֆելիան վերադարձավ տուն, նա գտավ իր փոստարկղում անանուն նամակ։ Ներսում էր մի լուսանկար, որտեղ նա նստած էր օպերային թատրոնի տնօրենի աշխատասենյակում։ Լուսանկարը արված էր պատուհանից, հեռախոսային օբյեկտիվով։ Եվ ներքում, ձեռագրով, մենք ամեն ինչ տեսնում ենք։ Օֆելիան հասկացավ, մեր Անգուլյանը ոչ միայն վերահսկում էր նրան անսամբլում։ Նա վերահսկում էր նրան ամենուր։ Նույնիսկ նրա տանը, նրա մտքերում, նրա երազանքներում։ Եվ այդ պահին Օֆելիան առաջին անգամ մտածեց, արդյոք փախուստ կա այս վանդակից։ Թե միակ ելքը մահն է։ 1976 թվականին Օֆելիա Համբարձումյանը ստացավ հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ Նրան այդ կոչումը հանձնեց կուլտուրայի նախարար Լոն Մկրտչյանը, Երանի քաղաքային կոմիտեի դահլիճում 150 հյուրերի ներկայությամբ։ Օֆելիան բարձրանում էր բեմ, սպիտակ երեկոյան զգեստով, ժպտում էր, ընդունում էր դիպլոմը, շնորհակալություն էր հայտնում։ Նրա ելույթը տեց 3 րոպե։ Նա շնորհակալություն հայտնեց կուսակցությանը, կառավարությանը, իր ուսուցիչներին, անսամբլին, իր սիրելի ղեկավար Վարդան Մերանգուլյանին, առանց որի աջակցության այս բոլորը անհնար կլիներ։ Դահլիճը ծափահարեց։ Մերանգուլյանը նստած էր առաջին շարքում, ժպտում էր, հպարտ հայրիկի ժպիտով։ Բայց եթե ինչ-որ մեկը նայեր Օֆելիայի աչքերին, կտեսներ, այնտեղ ոչ մի ուրախություն չկար։ Միայն դատարկություն։ Այդ երեկոյից հետո Մերանգուլյանը կազմակերպեց հանդիսավոր ընթրիք անսամբլի ռեստորանում։ Սեղանները լի էին ուտելիքով, շամպայնով, կոնյակով։ Եկել էին բոլոր սոլիստները, երգիչները, պարողները, վարչական անձնակազմը։ Մերանգուլյանը բարձրացրեց բաժակը, ասաց. «Ընկերներ, այսօր մենք տոնում ենք մեր սիրելի Օֆելիայի հաջողությունը։ Բայց դա ոչ միայն նրա անձնական հաջողությունն է։ Դա մեր ընդհանուր հաջողությունն է։ Որովհետև մենք ընտանիք ենք։ Եվ ընտանիքում մեկի հաջողությունը բոլորի հաջողությունն է»։ Բոլորը ծափահարեցին, խմեցին։ Օֆելիան նույնպես բարձրացրեց բաժակը, բայց չխմեց։ Նա նայում էր Մերանգուլյանին, մտածում էր, ինչպես է հնարավոր, որ մի մարդ, ով ոչնչացնում է քեզ, խոսում է ընտանիքի մասին։ Ընթրիքից հետո Մերանգուլյանը կանչեց Օֆելիային իր աշխատասենյակ։ Երբ նրանք մնացին երկուսով, նա փակեց դուռը, ասաց. «Օֆելիա ջան, մենք պետք է խոսենք քո ապագայի մասին»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սիրտը սկսում ավելի արագ զարկել։ Մերանգուլյանը շարունակեց. «Դու հիմա վաստակավոր արտիստ ես։ Դա նշանակում է, որ դու ունես պարտականություններ։ Դու պետք է լինես օրինակ ուրիշների համար։ Դու պետք է ապրես այնպես, որ մարդիկ հարգեն քեզ»։ Նա դադար տվեց, նայեց Օֆելիային։ «Եվ դա նշանակում է, որ դու պետք է ամուսնանաս»։ Օֆելիան զարմացավ. «Ամուսնանա՞մ։ Բայց ես չունեմ»։ Մերանգուլյանը ընդհատեց. «Դու չունես ընտրություն, Օֆելիա ջան։ Դու արդեն 30 տարեկան ես»։ Մարդիկ սկսում են խոսել։ Նրանք հարցնում են. «Ինչու՞։ Այսքան գեղեցիկ տաղանդավոր աղջիկը դեռ ամուսնացած չէ։ Եվ դու գիտես, թե ինչ են նրանք մտածում»։ Օֆելիան գիտեր։ Խորհրդային հասարակությունում չամուսնացած կինը 30 տարեկանում արդեն համարվում էր հին աղջիկ։ Եվ եթե նա դեռ գեղեցիկ էր, հաջողված, մարդիկ սկսում էին կասկածել, միգուցե նա ունի գաղտնի կյանք, միգուցե նա այդպիսին է։ Մերանգուլյանը շարունակեց. «Ես գտել եմ քեզ համար հարմար թեկնածու։ Նրա անունը Արմեն Սարգսյան է։ Նա ինժեներ է, աշխատում է Նաիրիդ գործարանում։ Լավ ընտանիքից է, կուսակցական, չի խմում, չի ծխում։ Նա համաձայն է ամուսնանալ քեզ հետ»։
Օֆելիան չէր կարող հավատալ իր ականջներին, բայց ես նույնիսկ չեմ ճանաչում այդ մարդուն։ Մերանգուլյանը ժպտաց, դու կճանաչես։ Վաղը նա կգա անսամբլ, դուք կծանոթանաք։ Եվ 2 ամիս հետո դուք կամուսնանաք։ Ես արդեն պատվիրել եմ ռեստորանը, հրավիրել եմ հյուրերին։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սենյակը սկսում պտտվել։ Նա փորձեց խոսել, բայց ձայնը չէր լսվում։ Մերանգուլյանը մոտեցավ նրան, դրեց ձեռքը նրա ուսին, ասաց. Օֆելիա ջան, դու պետք է հասկանաս։ Ես քեզ չեմ ստիպում։ Ես քեզ օգնում եմ։ Որովհետև եթե դու չամուսնանաս, քո կարիերան կավարտվի։ Մարդիկ չեն սիրում հին աղջիկներին։ Նրանք չեն գնա քո համերգները։ Եվ անսամբլը չի կարող պահել սոլիստի, ով չի բերում հանդիսատես։ Նա դադար տվեց, ավելացրեց. բացի այդ, Արմենը լավ տղա է։ Նա կհոգա քեզ։ Եվ ամենակարևորը, նա գիտի, որ դու պատկանում ես բեմին, ոչ թե նրան։ Նա չի խանգարի քո կարիերային։ Օֆելիան հասկացավ, դա մեկ ցանց է, որը Մերանգուլյանը նետում է նրա վրա։ Նա ուզում էր վերահսկել ոչ միայն նրա կարիերան, այլ նրա անձնական կյանքը։ Նա ուզում էր ընտրել նրա ամուսնուն, այնպիսին, ով կլինի հնազանդ, չի փորձի գողանալ Օֆելիային անսամբլից։ Բայց Օֆելիան այլս ուժ չուներ դիմադրելու։ Նա այնքան հոգնած էր պայքարից, այնքան հոգնած էր վախից, այնքան հոգնած էր լինելուց ոսկե վանդակում։ Նա ասաց. լավ, պարոն տնօրեն։ Ես կամուսնանամ։ 1976 թվականի սեպտեմբերին Օֆելիա Համբարձումյանը ամուսնացավ Արմեն Սարգսյանի հետ։ Հարսանիքը կայացավ Արարատ ռեստորանում, ներկա էին 200 հյուր։ Մերանգուլյանը նստած էր պատվավոր սեղանի գլխին, ասաց. տոստ, այսօր մենք տոնում ենք ոչ միայն 2 սիրտերի միավորումը, այլ մեր անսամբլի ընտանիքի ընդլայնումը։ Օֆելիան նստած էր հարսանյաց զգեստով, ժպտում էր, ընդունում էր շնորհավորանքները։ Բայց նրա աչքերում կար այն նույն դատարկությունը, որը եղել էր վաստակավոր արտիստի կոչում ստանալու օրը։ Արմենը նստած էր նրա կողքին, նյարդայնացած, անհարմար։ Նա հասկանում էր, որ այս ամուսնությունը ոչ թե սիրո, այլ պայմանագրի արդյունք է։ Բայց նա համաձայնել էր, որովհետև Մերանգուլյանը խոստացել էր նրան բարձրացում աշխատանքում երկսենյականոց բնակարան կենտրոնում։ Հարսանիքից հետո Օֆելիան Արմենը տեղափոխվեցին նոր բնակարան, Աբովյան փողոցում։ Բնակարանը իսկապես գեղեցիկ էր, 2 սենյակ, բարձր առաստաղներ, պատշգամբ, որտեղից երում էր օպերայի թատրոնը։ Բայց Օֆելիան չզգաց երջանկություն։ Նա զգաց, որ այս բնակարանը մեկ վանդակ է, ավելի մեծ, ավելի հարմարավետ, բայց մինույն է վանդակ։ Արմենը փորձում էր լինել լավ ամուսին։ Նա գնում էր Օֆելիայի բոլոր համերգները, սպասում էր նրան հետում, տանում էր տուն։ Բայց նրանք երբեք չխոսեցին իրական բաների մասին։ Նրանք ապրում էին նույն բնակարանում, բայց տարբեր աշխարհներում։ Մի օր, 1977 թվականի ձմռանը, Օֆելիան վերադարձավ տուն, համերգից գտավ Արմենին խոհանոցում, խմած։ Դա առաջին անգամն էր, երբ նա տեսնում էր նրան այդպիսի վիճակում։ Արմենը նայեց նրան, ասաց. Օֆելիա, ես չեմ կարող այլս։ Ես ապրում եմ քո հետ, բայց դու չես ապրում ինձ հետ։ Դու ապրում ես Մերանգուլյանի հետ։ Նույնիսկ երբ մենք մենակ ենք, ես զգում եմ նրա ներկայությունը այստեղ։ Նա մեր ամուսնության մեջ է, մեր անկողնում է, մեր մտքերում է։ Օֆելիան նստեց նրա դիմաց, առաջին անգամ խոսեց ճշմարտությունը. դու ճիշտ ես, Արմեն։ Մենք երբեք չենք եղել իրական ամուսիններ։ Մենք եղել ենք դերասաններ Մերանգուլյանի ռեժիսուրայով։ Եվ ես ներողություն եմ խնդրում, որ քեզ ներգրավեցի այս թատրոնի մեջ։ Արմենը լաց եղավ։ Ոչ թե վիրավորանքից, այլ ազատությունից, որ վերջապես ինչ-որ մեկը ասաց ճշմարտությունը բարձրաձայն։ Նա ասաց. Օֆելիա, եկ փախնենք։ Եկ գնանք Մոսկվա, Լենինգրադ, ուր ուզում ես։ Դու կգտնես աշխատանք ցանկացած օպերային թատրոնում։ Եվ մենք կապրենք իրական կյանք, առանց Մերանգուլյանի։ Օֆելիան ուզում էր հավատալ, որ դա հնարավոր է։ Բայց նա գիտեր, Մերանգուլյանը երբեք չի թողնի նրան գնալ։ Նա գիտեր, եթե նա փորձի փախչել, Մերանգուլյանը կգտնի նրան, կպատժի։ Ոչ միայն նրան, այլ Արմենին։ Որովհետև Մերանգուլյանը չէր պարզապես տնօրեն։ Նա էր համակարգ, որը ուներ իր աչքերը, իր ձեռքերը, իր մարդկանց ամենուր։ Օֆելիան ասաց. Արմեն, ես չեմ կարող քեզ տանել իմ հետ դեպի այդ անհայտությունը։ Բայց դու կարող ես գնալ։
Դու կարող ես ազատվել։ Արմենը նայեց նրան, հասկացավ, Օֆելիան արդեն որոշել է մնալ վանդակում։ Ոչ թե որովհետև նա սիրում էր բեմը, այլ որովհետև նա այլևս չգիտեր, թե ինչպես ապրել դրանից դուրս։ 1978 թվականի գարնանը Արմենը Օֆելիան ամուսնալուծվեցին։ Պաշտոնական պատճառը եղավ անհաղթահարելի տարաձայնություններ։ Իրական պատճառը եղավ Մերանգուլյանը։ Նա ոչնչացրեց նրանց ամուսնությունը նույնպես, ինչպես ոչնչացրել էր Օֆելիայի երազանքները օպերայի մասին։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Ամուսնալուծությունից հետո Մերանգուլյանը կանչեց Օֆելիային, ասաց. «Օֆելիա ջան, ես շատ վշտացած եմ քո ամուսնալուծության համար։ Բայց կյանքը շարունակվում է։ Եվ դու պետք է շարունակես երգել»։ Նա դադար տվեց, ավելացրեց. «Բայց հիմա դու պետք է ավելի զգույշ լինես։ Որովհետև մարդիկ խոսում են։ Նրանք ասում են, որ դու դժվար բնավորություն ունես, որ դու չես կարող ստեղծել ընտանիք։ Եվ դու գիտես, թե ինչ է դա նշանակում քո կարիերայի համար»։ Օֆելիան հասկացավ, Մերանգուլյանը նորից սպառնում է։ Նա ասում է. «Եթե դու չհնազանդվես, ես կտարածեմ հրապարակայնորեն, որ դու վատ կին ես, քո կարիերան կավարտվի»։ Այդ գիշեր Օֆելիան նստեց իր դատարկ բնակարանում, առաջին անգամ մտածեց ինքնասպանության մասին։ Ոչ թե որովհետև նա ուզում էր մեռնել, այլ որովհետև նա ուզում էր ազատվել։ Բայց հետո նա հիշեց իր մոր խոսքերը. «Օֆելիա ջան, քանի դեռ դու շնչում ես, դու ունես հույս»։ Եվ նա որոշեց շարունակել ապրել։ Ոչ թե ինքը համար, այլ այն օրվա համար, երբ Մերանգուլյանի իշխանությունը կավարտվի։ Բայց արդյոք այդ օրը երբ է կգա։ Եվ արդյոք Օֆելիան կկարողանա ապրել մինչ այդ օրը։ Թե ոսկե վանդակը վերջապես կսպանի նրան, ոչ թե ֆիզիկորեն, այլ հոգեպես։ 1979 թվականի ամռանը, երբ Օֆելիա Համբարձումյանը մտավ անսամբլի շենք առավոտյան ժամը 9 սահմանին, նա նկատեց քարտուղարուհի Մարգարիտը խոսում է հեռախոսով, նայում է նրան տարօրինակ։ Երբ Օֆելիան անցավ կողքով, Մարգարիտը արագ ավարտեց զրույցը, շշնջաց. «Պարոն տնօրենը սպասում է ձեզ»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Նա բարձրացավ երրորդ հարկ, բաց արեց ծանոթ դուռը, տեսավ Մերանգուլյանի սեղանին դրված է մի ծրար, փաթաթված շագանակագույն թղթի մեջ։ Տնօրենը նստած էր իր սովորական տեղում, բայց այս անգամ նրա դեմքին չկար այն սառը ժպիտը։ Կար ինչ-որ այլ բան, սպասում։ «Բացիր», ասաց նա, ցույց տալով ծրարը։ Օֆելիայի ձեռքերը դողում էին, երբ նա քանդում էր թուղթը։ Ներսում էին 12 լուսանկար։ Լուսանկարներ, որոնք արված էին գաղտնի տեսախցիկով, տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում։ Օֆելիան, կանգնած փողոցում, խոսում անծանոթ տղամարդու հետ։ Օֆելիան, նստած կաֆեում մենակ։ Օֆելիան, մտնում գրադարան։ Սովորական պահեր, անմեղ պահեր։ Բայց վերջին լուսանկարը տարբեր էր։ Այնտեղ Օֆելիան նստած էր օպերային թատրոնի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ, մի փոքրիկ ռեստորանում, նրանք ծիծաղում էին։ Մերանգուլյանը խոսեց, առանց բարձրացնելու ձայնը, Էդուարդ Թոփչյանը։ Տաղանդավոր դիրիժոր։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։ Եվ նա քեզ հետ հանդիպում է գաղտնի ռեստորաններում։ Հետաքրքիր է, Օֆելիա ջան, ինչ եք դուք քննարկում այնտեղ։ Նոր օպերայի բեմադրություն։ Թե ինչ-որ այլ բան։ Օֆելիան զգաց, թե ինչպես է արյունը հեռանում դեմքից։ Այո, նա հանդիպել էր Էդուարդի հետ։ Բայց ոչինչ չէր եղել։ Նրանք պարզապես խոսել էին երաժշտության մասին, Էդուարդը խորհուրդներ էր տվել, ինչպես բարելավել շնչառությունը բարձր նոտաներում։ Դա եղել էր մեկ հանդիպում, 1 ժամ, ոչինչ ավելին։ Բայց Մերանգուլյանի աչքերում այդ լուսանկարը ուներ այլ իմաստ։ Ես կարող եմ ուղարկել այս լուսանկարները Էդուարդի կնոջը, շարունակեց Մերանգուլյանը։ Կարող եմ ուղարկել օպերային թատրոնի տնօրենությանը։ Կարող եմ ուղարկել կուլտուրայի նախարարություն։ Եվ դու գիտես, թե ինչ կլինի հետո։ Սկանդալ։ Էդուարդը կկորցնի աշխատանքը։ Դու կդառնաս ընտանիքների քանդող։ Եվ քո կարիերան կավարտվի, ոչ թե որպես արտիստի, այլ որպես այն կնոջ, ով փչացրեց ամուսնացած տղամարդու կյանքը։ Օֆելիան հասկացավ, սա էր Մերանգուլյանի իսկական զենքը։ Ոչ թե պայմանագրերը, ոչ թե սպառնալիքները, այլ կոմպրոմատը։ Նա հավաքում էր ապացույցներ, իրական կամ կեղծ, պահում էր դրանք այդ պահարանում, որպես ապահովագրություն։
Յուրաքանչյուր սոլիստի, յուրաքանչյուր երգչի, յուրաքանչյուր պարողի համար նա ուներ իր թղթապանակը։ Եվ երբ ինչ-որ մեկը փորձում էր ապստամբել, Մերանգուլյանը բացում էր այդ թղթապանակը, ցույց էր տալիս, թե ինչ գնով կգա ազատությունը։ «Ինչ եք ուզում ինձնից», հարցրեց Օֆելիան, արդեն իմանալով պատասխանը։ Մերանգուլյանը փակեց թղթապանակը, դրեց պահարան։ «Ես ուզում եմ, որ դու հիշես քո տեղը», ասաց նա։ «Ես ուզում եմ, որ դու դադարես երազել փախուստի մասին։ Որովհետև փախուստ չկա, Օֆելիա ջան։ Դու կարող ես փախչել Երանից, բայց չես կարող փախչել ինձնից։ Ես ամենուր ունեմ աչքեր։ Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում։ Եվ եթե դու փորձես սկսել նոր կյանք ուրիշ տեղ, ես կուղարկեմ այդ լուսանկարները այնտեղ։ Եվ քո անցյալը կհետապնդի քեզ ամենուր»։ Օֆելիան ելավ աշխատասենյակից, զգալով, թե ինչպես է վանդակի պատերը ավելի ու ավելի սեղմվում։ Նա իջավ առաջին հարկ, մտավ զուգարան, փսխեց։ Ոչ թե հիվանդությունից, այլ զզվանքից։ Զզվանք այն համակարգից, որը վերածել էր արվեստը բանտի, արտիստներին գերիների։ Բայց ամենավատը չէր այն, որ Մերանգուլյանը ուներ այդ լուսանկարները։ Ամենավատը այն էր, որ նա ճիշտ էր։ Փախուստ իսկապես չկար։ Խորհրդային համակարգում մարդը չէր կարող պարզապես փոխել քաղաքը, սկսել նոր կյանք։ Պետք էր ունենալ պրոպիսկա գրանցում, պետք էր ունենալ աշխատանք, պետք էր ունենալ բնութագիր նախորդ աշխատավայրից։ Եվ եթե Մերանգուլյանը տար վատ բնութագիր, ոչ մի անսամբլ, ոչ մի թատրոն չէր ընդունի Օֆելիային։ Նա կդառնար անձ, առանց անցյալի, առանց ապագայի։ Արդյոք սա էր այն ազատությունը, որի մասին երգում էր նա բեմում։ 1981 թվականի աշնանը անսամբլում հայտնվեց նոր երգչուհի, 22 տարեկան Լուսինե Ավագյանը։ Նա եկել էր Գյումրիից, կոնսերվատորիա ավարտելուց հետո, ուներ այնպիսի ձայն, որ դահլիճը լռեցնում էր առաջին նոտայից։ Բարձր սոպրանո, կոլորատուրային տեխնիկայով, ինչպիսին Օֆելիան երբեք չէր ունեցել։ Երբ Լուսինեն առաջին անգամ երգեց փորձի ժամանակ, բոլոր սոլիստները կանգնած էին դահլիճի ետում, լսում էին, շունչը պահած։ Օֆելիան նույնպես այնտեղ էր։ Եվ նա զգաց ինչ-որ բան, ինչը չէր զգացել տարիներ շարունակ, վախ։ Ոչ Մերանգուլյանից, այլ այս երիտասարդ աղջկանից, ով երգում էր այնպես, ինչպես Օֆելիան երգում էր 10 տարի առաջ։ Փորձից հետո Մերանգուլյանը կանչեց Լուսինեին իր աշխատասենյակ։ Նա մնաց այնտեղ 40 րոպե։ Երբ դուրս եկավ, նրա աչքերը կարմիր էին, բայց դեմքին կար ժպիտ։ Այն ժպիտը, որը Օֆելիան շատ լավ ճանաչում էր, ժպիտ մարդու, ով նոր ստորագրել է իր հոգու վաճառքի պայմանագիրը։ Հաջորդ շաբաթ Մերանգուլյանը հրավիրեց ընդհանուր ժողով։ Բոլոր սոլիստները, երգիչները, պարողները հավաքվեցին մեծ դահլիճում։ Մերանգուլյանը բարձրացավ բեմ, հայտարարեց. «Ընկերներ, մենք ունենք հրաշալի լուր։ Մեր անսամբլը ընտրվել է ներկայացնելու Խորհրդային Միությունը Փարիզի միջազգային փառատոնում։ Դա մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն։ Եվ ես որոշել եմ, որ մեր ծրագիրը կվարի երկու սոլիստ՝ Օֆելիա Համբարձումյանը, Լուսինե Ավագյանը»։ Դահլիճում սկսվեց ծափահարություն։ Օֆելիան նայեց Լուսինեին, տեսավ նրա աչքերում շողշողումը, երիտասարդ արտիստի, ով առաջին անգամ է ստանում միջազգային բեմ։ Բայց Օֆելիան գիտեր, դա ոչ թե պարկ է, այլ ծուղակ։ Մերանգուլյանը ստեղծում էր մրցակցություն։ Նա դնում էր երկու երգչուհիների, մեկը 35 տարեկան, փորձառու, բայց արդեն հին, մյուսը 22 տարեկան, թարմ, նոր։ Եվ նա սպասում էր, տեսնելու, թե ով կհաղթի այդ անտեսանելի պատերազմում։ Փարիզյան ճամփորդությունը տեց 10 օր։ Անսամբլը կացավ հյուրանոցում Մոնմարտրի թաղամասում, փոքրիկ, բայց մաքուր սենյակներում։ Օֆելիան, Լուսինեն բաժանեցին մի սենյակ, երկու անկողնով։ Առաջին երեկո Լուսինեն փորձեց խոսել. «Օֆելիա ջան, ես այնքան երջանիկ եմ, որ կերքեմ ձեզ հետ։ Դուք իմ կուռքն եք, ես մանկությունից երազում էի լինել ձեր նման»։ Օֆելիան նայեց այդ երիտասարդ աղջկան, ուզեց ասել ճշմարտությունը. «Փախիր, քանի դեռ ուշ չէ։ Փախիր այս անսամբլից, Մերանգուլյանից, այս ամբողջ համակարգից։ Որովհետև եթե մնաս, դու կդառնաս այն, ինչ ես եմ հիմա, կենդանի մարմին առանց հոգու»։ Բայց նա չասաց։ Նա միայն ժպտաց, ասաց. «Շնորհակալություն, Լուսինե ջան։ Ես համոզված եմ, որ դու կունենաս հրաշալի կարիերա»։ Համերգը կայացավ Օլիմպիա դահլիճում 2000 տեղով։ Դահլիճը լի էր ֆրանսիացիներով, ովքեր եկել էին տեսնելու էկզոտիկ խորհրդային արվեստը։
Օֆելիան երգեց առաջինը, Կոմիտասի ծիրանի ծառը Ռախմանինովի վոկալիզը։ Նրա ձայնը լցվեց դահլիճը, տաք, հոգոր, լի ցավով։ Մարդիկ լսում էին լռությամբ, երբ նա ավարտեց, ծափահարությունը տեց 3 րոպե։ Հետո բարձրացավ Լուսինեն։ Նա երգեց Վիվալդիի Գարնան, Արյան Ալաբիի Սոխակը։ Նրա ձայնը էր տարբեր, թեթ, փայլուն, տեխնիկապես անթերի։ Երբ նա հասավ բարձր դո նոտային պահեց այն 10 վայրկյան, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի կանգնեցին։ Ֆրանսիացի քննադատները գրեցին նոր աստղեցակել խորհրդային երկնքում։ Համերգից հետո Մերանգուլյանը կազմակերպեց ընթրիք հյուրանոցի ռեստորանում։ Նա նստեց սեղանի գլխին, Լուսինեին իր աջ կողմում, Օֆելիային ձախ կողմում։ Նա բարձրացրեց բաժակը ասաց. «Այսօր մենք տեսանք 2 սերունդների հանդիպումը։ Օֆելիան, մեր փորձառու, սիրված վարպետը։ Եվ Լուսինեն, մեր ապագան, մեր հույսը»։ Այդ խոսքերը հնչեցին որպես դատավճիռ։ Օֆելիան հասկացավ, Մերանգուլյանը արդեն որոշել է։ Նա գտել է նոր Օֆելիա, ավելի երիտասարդ, ավելի հնազանդ, ավելի հեշտ վերահսկելի։ Եվ հին Օֆելիան այլս պետք չէ։ Բայց Մերանգուլյանը չէր շտապում նրան հեռացնել։ Նա ուզում էր ցույց տալ բոլորին, թե ինչ է սպասում նրանց, ովքեր փորձում են ապստամբել։ Նա ուզում էր, որ Օֆելիան դանդաղ մարի բեմում, տեսնելով, թե ինչպես է իր տեղը զբաղեցնում ուրիշը։ Երբ նրանք վերադարձան Երան, Օֆելիայի համերգների քանակը սկսեց նվազել։ Եթե առաջ նա երգում էր ամիսը 6-7 անգամ, հիմա դա դարձավ 3-4 անգամ։ Եթե առաջ նրան տային լավագույն երգերը, հիմա դրանք տրվում էին Լուսինեին։ Եթե առաջ Օֆելիայի անունը գրված էր աֆիշաներում մեծ տառերով, հիմա այն էր փոքրացել, նույն չափսի, ինչ մյուս սոլիստները։ Օֆելիան տեսնում էր, թե ինչպես է նա դանդաղ անհետանում։ Ոչ թե մեկ օրում, այլ օր-օրի, ինչպես լուսանկարը, որը մոռացել են արի տակ, որը դանդաղ գունաթափվում է։ Նա փորձեց խոսել Մերանգուլյանի հետ, բայց տնօրենը միշտ զբաղված էր։ Ներողություն, Օֆելիա ջան, բայց ես հիմա ժամանակ չունեմ։ Եկ մի այլ օր։ Այդ մի այլ օրը երբեք չէր գալիս։ Մի օր Օֆելիան հանդիպեց Լուսինեին հանդերձարանում։ Երիտասարդ երգչուհին նստած էր հայելու արջ լացում էր։ Օֆելիան մոտեցավ հարցրեց. «Ինչ է պատահել, Լուսինե ջան»։ Լուսինեն նայեց նրան շշնջաց. «Նա ուզում է, որ ես գնամ նրա հետ Մոսկվա։ Միայն մենք երկուսով։ Նա ասում է, դա կարևոր է իմ կարիերայի համար։ Բայց ես վախենում եմ, Օֆելիա ջան։ Ես վախենում եմ նրանից»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա գիտեր, Մերանգուլյանը սկսել է նույն խաղը Լուսինեի հետ, որը խաղացել էր Օֆելիայի հետ 10 տարի առաջ։ Նախ ստեղծել կախվածություն, հետո պահանջել գինը։ Օֆելիան նստեց Լուսինեի կողքին առաջին անգամ խոսեց բարձրաձայն այն ճշմարտությունը, որը թաքցրել էր 10 տարի. «Լուսինե ջան, եթե դու գնաս նրա հետ, դու կդառնաս այն, ինչ ես եմ։ Կենդանի մարմին առանց հոգու։ Մարդ, ով երգում է ուրիշի հրամանով, ապրում է ուրիշի թույլտվությամբ, շնչում է ուրիշի ռիթմով։ Եվ մի օր դու կնայես հայելուն չես ճանաչի քեզ։ Որովհետև այն աղջիկը, ով երազում էր բեմի մասին, արդեն մեռած կլինի։ Եվ նրա տեղում կլինի մարիոնետ Մերանգուլյանի ձեռքերում»։ Լուսինեն նայեց Օֆելիային հարցրեց. «Բայց ինչ անեմ։ Եթե ես մերժեմ, նա կավարտի իմ կարիերան, նախքան այն սկսելը»։ Օֆելիան ասաց. «Դու կարող ես փախչել։ Վերադարձիր Գյումրի, գտիր աշխատանք տեղական թատրոնում, ամուսնացիր, ունեցիր երեխաներ, ապրիր սովորական կյանք։ Դա ավելի լավ է, քան ապրել ոսկե վանդակում»։ Լուսինեն լռեց երկար, հետո ասաց. «Բայց ես չեմ ուզում սովորական կյանք։ Ես ուզում եմ երգել մեծ բեմերում, ուզում եմ, որ մարդիկ իմանան իմ անունը, ուզում եմ լինել աստղ։ Նույնիսկ եթե դա նշանակում է վճարել գին»։ Օֆելիան հասկացավ, Լուսինեն արդեն որոշել է։ Նա ընտրել է նույն ճանապարհը, որը Օֆելիան ընտրել էր 10 տարի առաջ։ Եվ ոչինչ ոչ ոք չէր կարող փոխել այդ ընտրությունը։ Որովհետև երազանքը երբեմն ավելի ուժեղ է, քան վախը։ Նույնիսկ երբ այդ երազանքը վերածվում է մրրիկի։ Օֆելիան ելավ հանդերձարանից գնաց դեպի ելք։ Նա անցնում էր երկար միջանցքով, երբ լսեց Մերանգուլյանի ձայնը իր աշխատասենյակից։ Դուռը մի փոքր բաց էր, Օֆելիան կանգ առավ։ Մերանգուլյանը խոսում էր հեռախոսով. «Այո, ընկեր նախարար, Լուսինե Ավագյանը պատրաստ է։ Նա կներկայացնի Հայաստանը Մոսկվայի փառատոնում»։
Իսկ Համբարձումյանը. Ինչ անենք նրա հետ։ Նա արդեն հին է, ձայնը այլս նույնը չէ։ Ես կարծում եմ, ժամանակն է նրան տալը հանգստի իրավունք։ Այո, ես կխոսեմ նրա հետ։ Մի շաբաթում ամեն ինչ կլինի պատրաստ։ Օֆելիան լսեց այդ խոսքերը զգաց, ոչ թե ցավ, այլ ազատություն։ Տարօրինակ ազատություն, երբ վերջապես հասկանում ես, որ ամենավատը արդեն եղել է, այլս վախենալու բան չկա։ Նա հասկացավ, Մերանգուլյանը վերջապես որոշել է նրան հեռացնել։ Ոչ թե անմիջապես, այլ մեղմ ձով տալով հանգստի իրավունք, ինչը նշանակում էր վաղաժամ թոշակ մոռացում։ Բայց Օֆելիան այլս չէր ուզում սպասել այդ դատավճռին։ Նա ուզում էր ինքը որոշել իր ճակատագիրը, առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Արդյոք դա հնարավոր էր այս համակարգում, որտեղ յուրաքանչյուր քայլ վերահսկվում էր, յուրաքանչյուր շունչ հաշվվում էր, յուրաքանչյուր երազանք ճնշվում էր։ 1982 թվականի ձմեռը Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր բնակարանում, նայում էր հին լուսանկարներին։ Լուսանկարներ իր առաջին համերգից, իր ամուսնության օրվանից, փարիզյան ճամփորդությունից։ Յուրաքանչյուր լուսանկարում նա ժպտում էր, բայց այդ ժպիտները տարբեր էին։ Առաջին լուսանկարում իսկական ժպիտ, լի հույսով երազանքներով։ Վերջին լուսանկարում կեղծ ժպիտ, դիմակ, որը թաքցնում էր դատարկությունը։ Օֆելիան հասկացավ, նա կորցրել է ինչ-որ բան ճանապարհին։ Ոչ թե ձայնը, ոչ թե տեխնիկան, այլ այն կրակը, որը վառում էր նրան ներսից։ Այն կրակը, որը ստիպում էր նրան երգել ոչ թե փողի կամ փառքի համար, այլ որովհետև նա չէր կարող չերգել։ Մերանգուլյանը մարել էր այդ կրակը, օր-օրի, տարի-տարի, մինչ այն վերածվեց մոխրի։ Այդ երեկո Օֆելիան որոշում կայացրեց։ Նա չէր փախչի, չէր սպասի հանգստի իրավունքին, չէր թույլ տա Մերանգուլյանին որոշել իր ճակատագիրը։ Նա կգնար ինքը կասեր ճշմարտությունը։ Ոչ թե Մերանգուլյանին, այլ բոլորին։ Նա կգրեր նամակ Կուլտուրայի նախարարություն, Կուսակցության Կենտկոմ, Գրողների միություն։ Նա կպատմեր ամեն ինչ, կոմպրոմատի մասին, սպառնալիքների մասին, վերահսկողության մասին։ Նա գիտեր, դա կարող էր ավարտվել շատ վատ։ Նրան կարող էին մեղադրել զրպարտության մեջ, համակարգի դեմ քարոզչության մեջ, նույնիսկ հոգեկան անկայունության մեջ։ Բայց նա այլս չէր վախենում։ Որովհետև երբ դու արդեն կորցրել ես ամեն ինչ, այլս կորցնելու բան չունես։ Օֆելիան նստեց սեղանի առջ, սկսեց գրել։ Նա գրեց ամբողջ գիշեր, առանց դադարի, առանց ուղումների։ Խոսքերը հոսում էին նրանից, ինչպես երգը, որը տարիներ շարունակ պահել էր ներսում։ Նա գրեց Մերանգուլյանի համակարգի մասին, այն մասին, թե ինչպես էր նա վերահսկում յուրաքանչյուր սոլիստի, ինչպես էր օգտագործում կոմպրոմատը, ինչպես էր ոչնչացնում նրանց, ովքեր փորձում էին ապստամբել։ Նա գրեց Լուսինե Ավագյանի մասին, այն մասին, թե ինչ էր սպասում նրան։ Նա գրեց բոլոր այն սոլիստների մասին, ովքեր լքել էին անսամբլը, կոտրված, մոռացված։ Եվ նա գրեց իր մասին, այն մասին, թե ինչպես էր նա դարձել ոսկե վանդակի գերին։ Երբ նա ավարտեց, արդեն լուսաբաց էր։ Օֆելիան կարդաց նամակը վերջին անգամ, ստորագրեց, դրեց ծրարի մեջ։ Առավոտյան ժամը 9 սահմանին Օֆելիան գնաց փոստ ուղարկեց 3 նամակ, Կուլտուրայի նախարարություն, Կուսակցության Կենտկոմ, Սովետական Հայաստան թերթի խմբագրություն։ Հետո նա գնաց անսամբլ։ Երբ նա մտավ շենք, քարտուղարուհի Մարգարիտը նայեց նրան տարօրինակ ասաց. «Օֆելիա ջան, պարոն տնօրենը սպասում է ձեզ»։ Օֆելիան բարձրացավ 3-րդ հարկ, առանց վախի, առանց դողի։ Նա մտավ աշխատասենյակ, տեսավ Մերանգուլյանը նստած է սեղանի ետում, նայում է նրան այնպես, ինչպես նայում էր 10 տարի առաջ, առաջին հանդիպման ժամանակ։ Բայց այս անգամ Օֆելիան չնստեց։ Նա կանգնեց դռան մոտ, ասաց. «Ես եկել եմ ասելու, որ հեռանում եմ անսամբլից»։ Մերանգուլյանը չզարմացավ։ Նա միայն ժպտաց, ասաց. «Օֆելիա ջան, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Դու չես կարող հեռանալ։ Դու ունես պայմանագրային պարտավորություններ»։ Օֆելիան ասաց. «Ես չեմ հեռանում պայմանագրի ավարտից հետո։ Ես հեռանում եմ հիմա։ Այսօր։ Եվ ես չեմ վախենում ձեր սպառնալիքներից, ձեր կոմպրոմատից, ձեր համակարգից։ Որովհետև ես արդեն ուղարկել եմ նամակներ, որտեղ պատմել եմ ամեն ինչ»։ Մերանգուլյանի դեմքը փոխվեց։ Ժպիտը անհետացավ, նրա աչքերում հայտնվեց ինչ-որ բան, ինչը Օֆելիան երբեք չէր տեսել՝ վախ։ Ոչ թե վախ Օֆելիայից, այլ վախ այն բանից, որ նրա համակարգը կարող էր փլուզվել։
Մերանգուլյանը ոտքի կանգնեց ասաց. «Դու չգիտես, թե ինչ ես արել, Օֆելիա։ Այդ նամակները երբեք չեն հասնի հասցեատերերին։ Ես ունեմ մարդիկ փոստում, Կենտկոմում, նախարարությունում։ Եվ նույնիսկ եթե դրանք հասնեն, ոչ ոք չի հավատա քեզ։ Որովհետև դու ես հոգեպես անկայուն արտիստը, ով չկարողացավ հարմարվել թոշակին։ Իսկ ես եմ վաստակավոր մշակույթի գործիչը, ով ծառայել է հայրենիքին 30 տարի»։ Օֆելիան նայեց նրան ասաց. «Միգուցե դուք ճիշտ եք։ Միգուցե ոչ ոք չի հավատա ինձ։ Բայց ես արդեն ասացի ճշմարտությունը։ Եվ դա բավական է ինձ համար։ Որովհետև ես այլս չեմ ապրի ձեր ստերում, ձեր վախում, ձեր վանդակում»։ Օֆելիան դարձավ դեպի դուռը, բայց Մերանգուլյանը կանչեց. «Օֆելիա, սպասիր։ Եկ խոսենք։ Միգուցե մենք կարող ենք գտնել լուծում։ Միգուցե դու պարզապես հոգնած ես քեզ պետք է հանգիստ։ Ես կարող եմ տալ քեզ 2 ամիս արձակուրդ, դու կարող ես գնալ ջերմուկ, հանգստանալ, մտածել»։ Օֆելիան կանգ առավ, բայց չդարձավ։ Նա ասաց. «Ձեր խնդիրը, պարոն Մերանգուլյան, այն է, որ դուք մտածում եք, թե ամեն ինչ կարելի է գնել։ Հանգիստը, լռությունը, նույնիսկ հոգին։ Բայց կան բաներ, որոնք չեն վաճառվում։ Եվ ես վերջապես գտա այդ բանը ինձ մեջ, արժանապատվությունը»։ Նա բացեց դուռը ելավ, առանց նայելու ետ։ Օֆելիան իջավ աստիճաններով զգաց, թե ինչպես է յուրաքանչյուր քայլով ավելի թեթ դառնում։ Ոչ թե ֆիզիկորեն, այլ հոգեպես։ Կարծես 10 տարվա ծանրությունը դանդաղ թափվում էր նրա ուսերից։ Երբ նա դուրս եկավ շենքից, ары ճաճանչում էր, Օֆելիան առաջին անգամ 10 տարվա ընթացքում զգաց, նա ազատ է։ Ոչ թե ազատ գնալու ուր ուզում է, ոչ թե ազատ երգելու ինչ ուզում է, այլ ազատ լինելու ինքը, առանց դիմակների, առանց ստերի, առանց վախի։ Նա գիտեր, առաջ դժվար ժամանակներ են սպասում։ Մերանգուլյանը ճիշտ էր, նամակները կարող էին չհասնել, կամ եթե հասնեին, կարող էին չհավատալ։ Նա կարող էր կորցնել ամեն ինչ, բնակարանը, թոշակը, անունը։ Բայց նա արդեն կորցրել էր ամենակարևորը՝ իր հոգին։ Եվ հիմա նա փորձում էր վերադարձնել այն։ Օֆելիան քայլեց Աբովյան փողոցով, մտածեց, արդյոք Լուսինե Ավագյանը կկարողանա փախչել այն ճակատագրից, որը սպասում էր նրան։ Արդյոք կլինեն ուրիշներ, ովքեր կապ ստամբեն Մերանգուլյանի համակարգի դեմ։ Արդյոք մի օր այդ ոսկե վանդակները կբացվեն, արտիստները կազատվեն։ Թե խորհրդային համակարգը շատ ուժեղ է, անհատական ապստամբությունը միշտ կճնշվի։ Օֆելիան չգիտեր պատասխանները։ Բայց նա գիտեր մի բան, նա արեց այն, ինչ կարող էր։ Նա խոսեց։ Եվ երբեմն խոսելը, նույնիսկ երբ ոչ ոք չի լսում, ավելի կարևոր է, քան լռելը։ Որովհետև լռությունը սպանում է ոչ միայն ճշմարտությունը, այլ նրան, ով լռում է։ Եվ Օֆելիան այլս չէր ուզում մեռնել լռության մեջ։ Նա ուզում էր ապրել, նույնիսկ եթե այդ կյանքը դժվար էր լինելու, նույնիսկ եթե նա երբեք այլս չէր երգելու մեծ բեմերում։ Որովհետև ազատությունը, նույնիսկ աղքատության մեջ, ավելի արժեքավոր է, քան ոսկե վանդակը։ Արդյոք նա կկարողանա ապրել այդ նոր կյանքում։ Արդյոք Մերանգուլյանը կթողնի նրան խաղաղ։ Թե վրեժխնդրությունը կշարունակվի մինչ վերջ։ 1982 թվականի մարտի 20-ին, ժամը 5 առավոտյան, Օֆելիա Համբարձումյանը արթնացավ անսովոր ձայնից։ Ինչ-որ մեկը թակում էր դուռը, կոպիտ, անընդհատ, սպառնալի։ Նա հագավ վերարկուն, մոտեցավ դռանը։ Դռնակի միջով տեսավ 2 տղամարդու, մութ բաճկոններով, առանց ժպիտի։ «Բացեք, քաղաքացի Համբարձումյան։ Մենք ներքին գործերի նախարարությունից ենք»։ Օֆելիայի սիրտը սկսեց զարկել այնպես, որ նա լսում էր դրա ձայնը ականջներում։ Նա բացեց դուռը, տղամարդիկ մտան, առանց թույլտվություն սպասելու։ Նրանցից մեկը ցույց տվեց կարմիր կնիքով փաստաթուղթ, խուզարկության օրթեր։ «Մենք փնտրում ենք ապօրինի նյութեր, արտասահմանյան կապերի ապացույցներ, անտիխորհրդային քարոզչություն»։ Օֆելիան չէր հասկանում, ինչի մասին էր խոսքը։ Նա երբեք չէր ունեցել արտասահմանյան կապեր, երբեք չէր զբաղվել քարոզչությամբ։ Բայց տղամարդիկն արդեն սկսել էին շրջել բնակարանում, բացում էին պահարանները, շպրտում էին գրքերը, քանդում էին անկողինը։ Նրանք փնտրում էին ինչ-որ բան։ Կամ ավելի ճիշտ, նրանք ստեղծում էին պատճառ գտնելու ինչ-որ բան։ 20 րոպե անց նրանցից մեկը գտավ հին նոթատետր, Օֆելիայի օրագրի, որտեղ նա գրել էր իր մտքերը, իր ցավերը, իր երազանքները։
Տղամարդը կարդաց մի քանի տող ասաց, այստեղ գրված է համակարգը ճնշում է արտիստներին, ազատություն չկա, մենք ապրում ենք բանտում։ Սա հակախորհրդային քարոզչություն է։ Օֆելիան փորձեց բացատրել, դա անձնական օրագիր է, ոչ ոք չէր պետք կարդար դա։ Բայց տղամարդը դրեց օրագիրը պայուսակի մեջ ասաց, դուք պետք է գաք մեզ հետ, հարցաքննության։ Օֆելիային տարան կենտրոնական ոստիկանատուն, Վազգեն Սարգսյան փողոցում։ Նրան նստեցրին փոքրիկ սենյակում, առանց պատուհանի, միայն սեղան, երկու աթոռ լամպ, որը կախված էր առաստաղից ճոճվում էր։ Նրան թողեցին այնտեղ 3 ժամ, առանց ջուր, առանց սնունդ, առանց բացատրություն։ Երբ վերջապես դուռը բացվեց, ներս մտավ տղամարդ, 45 տարեկան, ծանր հայացքով, ծխախոտի հոտով։ Նա նստեց Օֆելիայի դիմաց ասաց, իմ անունը Գագիկ Մանուկյան է, հետաքննող։ Եվ մենք ունենք լուրջ խնդիր, քաղաքացի Համբարձումյան։ Նա բացեց թղթապանակ հանեց այն նամակները, որոնք Օֆելիան ուղարկել էր Կուլտուրայի նախարարություն Կենտկոմ։ Այս նամակներում դուք մեղադրում եք Վարդան Մերանգուլյանին, վաստակավոր մշակույթի գործչին, Լենինյան մրցանակի դափնեկիրին, անբարոյական վարքագծի շահագործման սպառնալիքների մեջ։ Դուք հասկանում եք, որ սա զրպարտություն է։ Եվ զրպարտությունը խորհրդային օրենքներով պատժվում է ազատազրկմամբ մինչ 3 տարի։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սենյակը սկսում պտտվել։ Նա հասկացավ, Մերանգուլյանը արեց այն, ինչ սպառնացել էր։ Նա օգտագործեց իր կապերը, իր իշխանությունը, իր համակարգը, վերածելու Օֆելիային ոչ թե զոհի, այլ հանցագործի։ Հետաքննողը շարունակեց, բայց մենք կարող ենք լուծել այս խնդիրը խաղաղ ճանապարհով։ Եթե դուք ստորագրեք ճանաչում, որ այդ նամակները գրվել են հոգեկան անկայունության վիճակում, եթե դուք հրապարակայնորեն ներողություն խնդրեք Մերանգուլյանից, մենք կփակենք գործը։ Դուք կվերադառնաք տուն, կստանաք բուժում, ամեն ինչ կմոռացվի։ Օֆելիան նայեց այդ տղամարդուն, տեսավ նրա աչքերում ոչ թե արդարություն, այլ հրաման։ Նա հասկացավ, այս հարցաքննությունը ոչ թե ճշմարտություն գտնելու, այլ նրան կոտրելու համար էր։ Բայց Օֆելիան արդեն անցել էր այն կետը, որտեղ վախը կարող էր նրան կանգնեցնել։ Նա ասաց, ես չեմ ստորագրի ոչինչ։ Ես գրեցի ճշմարտությունը, ես չեմ ուրանա այն։ Հետաքննողը հառաչեց ասաց, դուք սխալ ընտրություն եք անում, քաղաքացի Համբարձումյան։ Բայց դա ձեր իրավունքն է։ Նա կանչեց պահակին հրամայեց, տարեք նրան բժշկական փորձաքննության։ Օֆելիային տարան հոգեբուժական դիսպանսեր, Նորք Մարաշ թաղամասում։ Այնտեղ նրան զննեց հոգեբույժ, 60 տարեկան կին, ծանր ակնոցներով, սառը ձեռքերով։ Նա տվեց Օֆելիային տարբեր թեստեր, հարցրեց տարօրինակ հարցեր, արդյոք դուք լսում եք ձայներ, արդյոք դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն տեսնում, արդյոք դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը հետապնդում է ձեզ։ Օֆելիան պատասխանում էր ճշմարտությամբ, ոչ, ես չեմ լսում ձայներ։ Ոչ, ես չեմ տեսնում հալյուցինացիաներ։ Այո, ինչ-որ մեկը հետապնդում է ինձ, բայց դա ոչ թե պարանոյա է, այլ իրականություն։ Բժիշկը գրեց ինչ-որ բան իր նոթատետրում ասաց, դուք ունեք հետապնդման մանիա, դեպրեսիա, հակասոցիալական վարքագիծ։ Ձեզ անհրաժեշտ է բուժում։ Օֆելիային վերադարձրին ոստիկանատուն։ Հետաքննողը կարդաց բժշկական եզրակացությունը ասաց, տեսնում եք, քաղաքացի Համբարձումյան։ Դուք հիվանդ եք։ Եվ հիվանդ մարդիկ չեն կարող պատասխանատվություն կրել իրենց արարքների համար։ Մենք կարող ենք ուղարկել ձեզ բուժման, հոգեբուժական հիվանդանոց, որտեղ դուք կստանաք օգնություն։ Կամ դուք կարող եք ստորագրել այն ճանաչումը, մենք կթողնենք ձեզ տուն, ամբուլատոր բուժման։ Օֆելիան գիտեր, հոգեբուժական հիվանդանոցը խորհրդային համակարգում նշանակում էր վերջ։ Այնտեղ մարդկանց ներարկում էին դեղեր, որոնք վերածում էին նրանց բանջարների։ Այնտեղ մարդիկ մտնում էին որպես ապստամբներ, դուրս էին գալիս որպես կոտրված ստվերներ։ Բայց Օֆելիան նա գիտեր, եթե նա ստորագրի այդ ճանաչումը, նա կդավաճանի ոչ միայն իրեն, այլ բոլոր նրանց, ովքեր դեռ ապրում էին ոսկե վանդակներում, լռում էին։ Նա մտածեց Լուսինե Ավագյանի մասին, մտածեց բոլոր այն երիտասարդ արտիստների մասին, ովքեր դեռ հավատում էին, որ տաղանդը բավական է։ Եվ նա որոշեց, նույնիսկ եթե իր ձայնը չի փոխի համակարգը, գոնե այն կմնա որպես վկայություն։ Օֆելիան ասաց, ես չեմ ստորագրի։ Հետաքննողը փակեց թղթապանակը ասաց, ապա մենք ստիպված ենք ձեզ տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց, պարտադիր բուժման։ Դատարանի որոշմամբ 6 ամիս, հնարավոր երկարացմամբ։ Օֆելիան զգաց, թե ինչպես է վանդակի դուռը վերջնականապես փակվում։ Բայց այս անգամ դա ոչ թե ոսկե վանդակ էր, այլ երկաթե։ Եվ
Բանալին այլս Մերանգուլյանի ձեռքում չէր, այլ ամբողջ համակարգի ձեռքում, որը պաշտպանում էր իր սեփականներին, ոչնչացնում էր նրանց, ովքեր համարձակվում էին խոսել։ Արդյոք Օֆելիան կկարողանա վերապրել այդ 6 ամիսը։ Արդյոք նա կդուրս գա այնտեղից որպես նույն մարդը։ Թե հոգեբուժական հիվանդանոցը կավարտի այն, ինչ Մերանգուլյանը սկսեց, կոտրել Օֆելիա Համբարձումյանին, ոչ միայն որպես արտիստի, այլ որպես մարդու։ Նորք Մարաշի հոգեբուժական հիվանդանոցի 3-րդ բաժանմունքը գտնվում էր հին շենքի ամենավերջին հարկում։ Պատուհանները ունեին երկաթյա ցանցեր, դռները կրկնակի փականներ, միջանցքներում միշտ հոտ էր քլորի ինչ-որ դառը դեղամիջոցների։ Օֆելիային տեղավորեցին 6 հոգանոց պալատում, որտեղ արդեն ապրում էին 5 կին։ Մեկը, 40-ամյա, ով ամբողջ օրը նստում էր անկյունում հաշվում էր իր մատները։ Մյուսը, 55-ամյա, ով պնդում էր, որ նա Կատրին Դենն է սպասում է, որ ֆրանսիացի ռեժիսորները գան նրան փրկելու։ Երրորդը, 30-ամյա, ով խոսում էր միայն շշուկով, վախենում էր պատերից։ Չորրորդը, 25-ամյա, ով փորձել էր ինքնասպանություն, հիմա ապրում էր դեղերի ծանր թմրության մեջ։ Հինգերորդը, 60-ամյա, ով եղել էր ուսուցչուհի, բերվել էր այստեղ, որովհետև դասարանում ասել էր, որ Ստալինը հանցագործ էր։ Երբ Օֆելիան մտավ պալատ, 60-ամյա կինը նայեց նրան շշնջաց. «Դու նոր ես։ Ուրեմն դու դեռ հիշում ես դրսի աշխարհը։ Հիշիր այն, քանի դեռ կարող ես։ Որովհետև այստեղ հիշողությունը առաջին բանն է, որ մեռնում է»։ Առաջին շաբաթը Օֆելիան մերժեց դեղերը։ Բուժքույրը բերում էր փոքրիկ բաժակ, լի դեղահատերով, սպիտակ, դեղին, վարդագույն։ «Խմեք, Համբարձումյան։ Սրանք ձեզ կօգնեն»։ Օֆելիան ասում էր. «Ես առողջ եմ, ինձ դեղեր պետք չեն»։ Բուժքույրը ժպտում էր այն սառը ժպիտով, որը Օֆելիան արդեն ճանաչում էր, բոլորը այստեղ ասում են, որ առողջ են։ Բայց եթե դուք առողջ էիք, չէիք լինի այստեղ։ Երբ Օֆելիան շարունակում էր մերժել, բուժքույրը կանչում էր 2 պահակների, նրանք բռնությամբ բացում էին Օֆելիայի բերանը, լցնում դեղերը։ Կամ ավելի վատ, անում էին ներարկում։ Այդ ներարկումներից հետո Օֆելիան զգում էր, թե ինչպես է գլուխը դառնում ծանր, մտքերը դանդաղում են, իրականությունը մշուշոտանում է։ Նա փորձում էր դիմադրել, փորձում էր պահել գիտակցությունը, բայց դեղերը ավելի ուժեղ էին։ Երկրորդ շաբաթը Օֆելիային տարան թերապիայի։ Դա էր փոքրիկ սենյակ, ճերմակ պատերով, որտեղ նստած էր հոգեբույժ, նույն կինը, ծանր ակնոցներով։ Նա հարցնում էր հարցեր. «Ինչու՞։ Եք դուք կարծում, որ Մերանգուլյանը ձեզ հետապնդում է, արդյոք դուք չեք կարծում, որ ձեր խնդիրները ձեր գլխում են, երբ եք դուք սկսել զգալ այս պարանոյան»։ Օֆելիան փորձում էր բացատրել, դա ոչ թե պարանոյա է։ Ես ունեմ ապացույցներ։ Լուսանկարներ, վկաներ, փաստեր։ Բայց հոգեբույժը միայն գրում էր իր նոթատետրում, ասում էր. «Պարանոյայի հիվանդները միշտ ունեն ապացույցներ։ Դա հիվանդության մի մասն է»։ Յուրաքանչյուր նիստից հետո դեղերի դեղաչափը մեծանում էր։ Առաջ դա էր 3 դեղահատ օրական, հետո դարձավ 6, հետո 9։ Օֆելիան զգում էր, թե ինչպես է նրա մարմինը դանդաղ դառնում օտար։ Ձեռքերը դողում էին, ոտքերը չէին հնազանդվում, լեզուն ծանրանում էր։ Երբ նա փորձում էր երգել, գիշերները, երբ բոլորը քնած էին, ձայնը չէր լսվում։ Կարծես դեղերը սպանել էին ոչ միայն նրա մտքերը, այլ նրա ձայնը։ Երրորդ շաբաթը Օֆելիային տարան էլեկտրաշոկային թերապիայի։ Նրան պառկեցրին մետաղյա մահճի վրա, գլխին դրեցին էլեկտրոդներ, բերանը խցանեցին ռետինե կտորով։ Բժիշկը ասաց. «Սա կօգնի վերակազմակերպել ձեր ուղեղի աշխատանքը։ Դուք կզգաք ավելի լավ»։ Հետո նա սեղմեց կոճակը, Օֆելիան զգաց, թե ինչպես է հոսանքը անցնում նրա գլխով, այրելով, պատռելով, ոչնչացնելով։ Ցավը այնքան ուժեղ էր, որ նա կորցրեց գիտակցությունը։ Երբ արթնացավ, նա էր նորից պալատում, բայց չէր հիշում, ինչպես հասավ այնտեղ։ Նա չէր հիշում այդ օրվա առավոտը, չէր հիշում նախորդ երեկոն։ Կարծես էլեկտրաշոկը ջնջել էր նրա հիշողության մի մասը։ 60-ամյա ուսուցչուհին նստեց նրա կողքին, ասաց. «Նրանք սա անում են, որպեսզի դու մոռանաս։ Մոռանաս, թե ինչու ես այստեղ, մոռանաս, թե ինչ ես տեսել դրսում, մոռանաս, թե ով ես դու»։ Չորրորդ շաբաթը Օֆելիային այցելեց իր եղբայրը, Արամ Համբարձումյանը։ Այցելությունները թույլատրվում էին շաբաթը մեկ անգամ, 30 րոպե, հատուկ սենյակում, ապակե պատի միջոցով։ Արամը նստեց մյուս կողմում, նայեց Օֆելիային, չճանաչելով նրան։ 20 օրում Օֆելիան նիհարել էր 10 կիլոգրամ, մազերը սպիտակել էին, աչքերը խորացել էին։
Նա նման էր ոչ թե 35 տարեկանի, այլ 50-ամյայի։ Արամը վերցրեց հեռախոսը, որը կապում էր նրանց ապակու միջոցով, ասաց. «Օֆելիա, ի՞նչ են նրանք անում քեզ հետ»։ Օֆելիան փորձեց պատասխանել, բայց խոսքերը դժվարությամբ էին գալիս։ Դեղերը դարձրել էին նրա լեզուն ծանր։ Նրանք ուզում են, որ ես մոռանամ։ Արամը հարվածեց ապակուն բռունցքով. «Ես կհանեմ քեզ այստեղից։ Ես կգնամ Կենտկոմ, նախարարություն, Մոսկվա։ Ես կխոսեմ բոլորի հետ»։ Օֆելիան ժպտաց, տխուր, հոգնած ժպիտով. «Մի արա դա, Արամ։ Նրանք քեզ էլ կբերեն այստեղ։ Համակարգը ավելի ուժեղ է, քան մենք»։ Բայց Արամը չլսեց։ Նա իսկապես գնաց կուլտուրայի նախարարություն, կուսակցության Կենտկոմ, գրողների միություն։ Նա պատմեց Օֆելիայի պատմությունը, ցույց տվեց նրա նամակները, պահանջեց արդարություն։ Բայց ամենուր նրան ասացին նույն բանը. «Ձեր քույրը հիվանդ է։ Նա ստանում է անհրաժեշտ բուժում։ Մենք չենք կարող միջամտել բժշկական գործընթացին»։ Մի տեղ նրան ասացին ավելի բացահայտ. «Ձեր քույրը մեղադրել է վաստակավոր մշակույթի գործչին զրպարտության մեջ։ Եթե նա չէր հիվանդ, նա հիմա բանտում կլիներ։ Լավ է, որ նա հիվանդանոցում է»։ Արամը հասկացավ, համակարգը արդեն որոշել է Օֆելիայի ճակատագիրը։ Եվ անհատական ջանքերը անզոր էին այդ մեքենայի դեմ։ 5-րդ շաբաթը Օֆելիան դադարեց դիմադրել։ Նա խմում էր դեղերը առանց բողոքի, գնում էր թերապիայի առանց ապստամբության, տանում էր էլեկտրաշոկը առանց արցունքների։ Նա դարձել էր այն, ինչ համակարգը ուզում էր՝ հնազանդ, լուռ, կոտրված։ Բուժքույրները ասում էին. «Տեսնում եք, նա ավելի լավ է։ Դեղերը աշխատում են»։ Հոգեբույժը գրում էր իր նոթատետրում. «Հիվանդը ցույց է տալիս առաջընթաց։ Պարանոյան նվազում է»։ Բայց իրականում Օֆելիան չէր ավելի լավ։ Նա պարզապես սովորել էր թաքցնել։ Թաքցնել իր մտքերը, իր ցավը, իր ատելությունը այն համակարգի նկատմամբ, որը վերածել էր նրան փորձարարական կենդանու։ Նա սովորել էր ժպտալ, երբ ներսում ամեն ինչ աղաղակում էր։ Նա սովորել էր ասել այո, երբ ուզում էր ասել ոչ։ Նա սովորել էր ապրել դիմակի հետում, նույնիսկ ավելի ծանր դիմակի, քան այն, որը կրել էր բեմում։ 6-րդ շաբաթը Օֆելիային այցելեց Մերանգուլյանը։ Այո, Վարդան Մերանգուլյանը անձամբ եկավ հոգեբուժական հիվանդանոց, տեսնելու իր նախկին սոլիստին։ Նա նստեց ապակու մյուս կողմում, կոստյումով, փողկապով, թանկարժեք ժամացույցով։ Նա նայեց Օֆելիային, ժպտաց. «Օֆելիա ջան, ինչպե՞ս ես զգում քեզ։ Ես լսեցի, որ դու ստանում ես լավ բուժում»։ Օֆելիան նայեց նրան, տեսավ այն նույն սառը աչքերը, որոնք տեսել էր 10 տարի առաջ, առաջին հանդիպման ժամանակ։ Մերանգուլյանը շարունակեց. «Ես եկել եմ ասելու, որ անսամբլը քեզ չի մոռացել։ Մենք սպասում ենք քեզ։ Երբ դու ավելի լավ լինես, երբ բժիշկները թույլ տան, դու կվերադառնաս բեմ։ Եվ մենք կշարունակենք աշխատել միասին, ինչպես առաջ»։ Օֆելիան լսում էր այդ խոսքերը, հասկանում էր, դրանք ստեր էին։ Մերանգուլյանը երբեք չէր թողնի նրան վերադառնալ բեմ։ Նա եկել էր ցույց տալու իր հաղթանակը, ցույց տալու, թե ինչ է սպասում նրանց, ովքեր համարձակվում են ապստամբել նրա դեմ։ Օֆելիան վերցրեց հեռախոսը, ասաց. «Առաջին անգամ 6 շաբաթում խոսելով հստակ, պարոն Մերանգուլյան, դուք հաղթեցիք։ Դուք կոտրեցիք ինձ։ Դուք վերցրիք ինձնից ամեն ինչ՝ բեմը, ձայնը, ազատությունը, նույնիսկ միտքը։ Բայց կա մի բան, որը դուք չեք կարող վերցնել. ճշմարտությունը։ Որովհետև ճշմարտությունը արդեն դուրս է։ Այն գրված է այն նամակներում, որոնք ես ուղարկեցի։ Այն ապրում է իմ եղբոր հիշողության մեջ, այն ապրում է Լուսինե Ավագյանի վախի մեջ, այն ապրում է բոլոր նրանց մեջ, ովքեր լռում են, բայց գիտեն։ Եվ մի օր, երբ այս համակարգը փլուզվի, այն կփլուզվի, որովհետև ստերի վրա կառուցված համակարգերը միշտ փլուզվում են, այդ ճշմարտությունը կբարձրանա։ Եվ ձեր անունը կմնի ոչ թե որպես վաստակավոր մշակույթի գործիչ, այլ որպես այն մարդու, ով սպանեց արվեստը, փորձելով վերահսկել այն»։ Մերանգուլյանի դեմքը փոխվեց։ Ժպիտը անհետացավ, նրա աչքերում հայտնվեց ինչ-որ բան, ինչը Օֆելիան երբեք չէր տեսել՝ անվստահություն։ Նա ոտքի կանգնեց, ասաց. «Դու իսկապես հիվանդ ես, Օֆելիա։ Եվ ես հուսով եմ, որ բժիշկները կօգնեն քեզ»։ Նա դարձավ դեպի ելք, բայց Օֆելիան կանչեց. «Պարոն Մերանգուլյան, մի վերջին հարց։ Արդյոք դուք երբեք զգացել եք մեղք։ Մեղք այն մարդկանց համար, որոնց կյանքերը դուք ոչնչացրիք։
Մեղք այն երազանքների համար, որոնք դուք սպանեցիք։ Մեղք այն արվեստի համար, որը դուք վերածեցիք ապրանքի։ Մեր անգուլյանը կանգ առավ, բայց չդարձավ։ Նա ասաց, առանց նայելու Օֆելիային, ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր համակարգի համար։ Եվ համակարգը ավելի կարևոր է, քան անհատները։ Հետո նա ելավ, թողնելով Օֆելիային մենակ, ապակե պատի հետում։ Այդ երեկո Օֆելիան նստեց իր անկողնի վրա առաջին անգամ 6 շաբաթում զգաց ինչ-որ բան, ոչ թե հուսա, այլ հանգստություն։ Նա հասկացավ, նա արեց այն, ինչ կարող էր։ Նա խոսեց, նա պայքարեց, նա չհանձնվեց, նույնիսկ երբ ամբողջ համակարգը դեմ էր նրան։ Եվ նույնիսկ եթե նա երբեք չէր դուրս գալու այս հիվանդանոցից, նույնիսկ եթե նա երբեք այլս չէր երգելու, նա գիտեր, նա չդավաճանեց իրեն։ 60-ամյա ուսուցչուհին մոտեցավ նստեց նրա կողքին։ Ես լսեցի քո խոսակցությունը մեր անգուլյանի հետ, ասաց նա։ Դու համարձակ ես, Օֆելիա ջան։ Ավելի համարձակ, քան ես եղել եմ երբե։ Եվ դրա համար դու արժանի ես հարգանքի։ Օֆելիան նայեց այդ ձեր կնոջը հարցրեց, արդյոք դուք երբե զղջացել եք, որ ասացիք ճշմարտությունը։ Ուսուցչուհին ժպտաց, ամեն օր։ Բայց ես ավելի շատ կզղջայի, եթե լռեի։ Արդյոք Օֆելիա Համբարձումյանը երբե կդուրս գար այդ հոգեբուժական հիվանդանոցից։ Արդյոք նրա ձայնը երբե կվերադառնար։ Արդյոք նրա ճշմարտությունը երբե կլսվեր։ Թե նա կմնար այնտեղ մոռացված կոտրված մեկ զոհ այն համակարգի, որը սպանում էր իր սեփական երեխաներին, փորձելով պահել իշխանությունը։ 1984 թվականի գարնանը, երբ Խորհրդային Միությունը դեռ թվում էր անմահ, բայց արդեն սկսել էր ճաքել ներսից, Նորք Մարաշի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գորգ Ավետիսյանը ստացավ հեռախոս Մոսկվայից։ Զանգը եկավ ուշ երեկոյան, երբ նա արդեն պատրաստվում էր տուն գնալ։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում էր պաշտոնական Սառը անանուն ընկեր Ավետիսյան, մենք ստացել ենք տեղեկություններ, որ ձեր հաստատությունում գտնվում է քաղաքացի Համբարձումյան Օֆելիա։ Մեզ հետաքրքրում է նրա գործը։ Ոչ պաշտոնական կարգով։ Տնօրենը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Երբ Մոսկվան զանգահարում էր ոչ պաշտոնական կարգով, դա նշանակում էր, որ ինչ-որ մեկը շատ բարձր, շատ ուժեղ մարդ հետաքրքրված էր այդ գործով։ Եվ երբ բարձր մարդիկ հետաքրքրվում էին, ստորին մարդիկ պետք է շատ զգույշ լինեին։ Ինչ տեղեկություններ եք ուզում, ընկեր, հարցրեց Ավետիսյանը, փորձելով թաքցնել նյարդայնությունը ձայնում։ Պատասխանը եկավ անմիջապես, մենք ուզում ենք իմանալ, արդյոք այդ կինը իսկապես հիվանդ է, թե նրան պարզապես անհարմար են համարել որոշ մարդիկ։ Մենք ուզում ենք տեսնել բոլոր բժշկական փաստաթղթերը, բոլոր եզրակացությունները, բոլոր բուժման արձանագրությունները։ Եվ մենք ուզում ենք դրանք վաղը առավոտյան, ժամը 10-ին։ Հեռախոսը անջատվեց, առանց հրաժեշտի, առանց բացատրության։ Ավետիսյանը նստեց իր աթոռին, բացեց Օֆելիա Համբարձումյանի բժշկական գործը։ Նա կարդաց ախտորոշումները, հետապնդման մանիա, դեպրեսիա, հակասոցիալական վարքագիծ։ Նա կարդաց բուժման արձանագրությունները, դեղեր, էլեկտրաշոկ թերապիա։ Եվ նա կարդաց այն նամակը, որը Օֆելիան գրել էր Կուլտուրայի նախարարություն, մեղադրելով Վարդան Մերանգուլյանին։ Ավետիսյանը չէր հանդիպել Մերանգուլյանին անձամբ, բայց նա գիտեր այդ անունը։ Բոլորը գիտեին։ Մերանգուլյանը էր մարդը, ով ուներ կապեր, իշխանություն, պաշտպանություն։ Եվ երբ այդպիսի մարդիկ ուզում էին ինչ-որ մեկին լռեցնել, համակարգը տրամադրում էր գործիքները։ Հոգեբուժական հիվանդանոցը էր մեկը այդ գործիքներից։ Բայց հիմա Մոսկվան հետաքրքրվում էր։ Եվ դա նշանակում էր, որ ինչ-որ բան փոխվում էր։ Ինչ-որ մեկը, ավելի ուժեղ, քան Մերանգուլյանը, որոշել էր ստուգել այս գործը։ Հաջորդ առավոտ Ավետիսյանը կանչեց Օֆելիայի բուժող հոգեբույժ Արմինե Գրիգորյանին։ Դոկտոր Գրիգորյան, մենք ունենք խնդիր, ասաց նա։ Մոսկվան հետաքրքրվում է Համբարձումյանի գործով։ Նրանք ուզում են իմանալ, արդյոք մեր ախտորոշումը ճիշտ է։ Գրիգորյանը, կինը, ծանր ակնոցներով, ով 6 ամիս շարունակ բուժել էր Օֆելիային, գունաթափվեց։ Նա գիտեր, ախտորոշումը եղել էր ոչ թե բժշկական, այլ քաղաքական։ Նրան ասել էին, այս կինը վտանգավոր է համակարգի համար։ Նա պետք է մնա այստեղ, մինչ սովորի լռել։ Եվ Գրիգորյանը, ինչպես հազարավոր այլ բժիշկներ խորհրդային համակարգում, կատարել էր հրամանը։ Ոչ թե որովհետև նա չար էր, այլ որովհետև նա վախենում էր։
Վախենում էր կորցնել աշխատանքը, վախենում էր, որ նրան էլ կմեղադրեն համակարգի դեմ լինելու մեջ, վախենում էր, որ նրա սեփական երեխաները կտուժեն նրա սխալ ընտրությունից։ Բայց հիմա Մոսկվան հարցնում էր. Եվ եթե նա ասեր ճշմարտությունը, որ Օֆելիան առողջ էր, նա կմեղադրվեր սխալ ախտորոշման մեջ։ Իսկ եթե նա շարունակեր ստել, Մոսկվան կարող էր բացահայտել ճշմարտությունը, ապա նա կմեղադրվեր ավելի վատ բանում, քաղաքական հետապնդումներին մասնակցելու մեջ։ Գրիգորյանը նստեց Ավետիսյանի դիմաց, ասաց. «Ընկեր տնօրեն, ես պետք է խոստովանեմ ինչ-որ բան։ Համբարձումյանը երբեք չի ունեցել լուրջ հոգեկան խանգարումներ։ Նա ուներ դեպրեսիա, այո, բայց դա բնական էր, հաշվի առնելով նրա իրավիճակը։ Նա ուներ բողոքի տրամադրություններ, այո, բայց դա ոչ թե հիվանդություն էր, այլ արձագանք անարդարության նկատմամբ։ Մենք նրան բուժեցինք ոչ թե որովհետև նա հիվանդ էր, այլ որովհետև մեզ ասացին դա անել»։ Ավետիսյանը փակեց աչքերը։ Նա գիտեր, այս խոստովանությունը կարող էր ավարտել երկուսի էլ կարիերան։ Բայց նա գիտեր, եթե Մոսկվան արդեն հետաքրքրվում էր, ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվեր։ Եվ ավելի լավ էր խոստովանել հիմա, քան բացահայտվել հետո։ Լավ, ասաց նա։ Մենք կգրենք նոր եզրակացություն։ Մենք կասենք, որ հիվանդը ցույց է տվել զգալի առաջընթաց, որ նրա վիճակը կայունացել է, որ նա այլևս չի պահանջում պարտադիր բուժում։ Եվ մենք կթողարկենք նրան։ 1984 թվականի ապրիլի 12-ին Օֆելիա Համբարձումյանը դուրս եկավ Նորք Մարաշի հոգեբուժական հիվանդանոցից։ Նա ապրել էր այնտեղ 2 տարի 1 ամիս։ Երբ նա մտավ, նա կշռում էր 60 կիլոգրամ ուներ սմազեր։ Երբ նա դուրս եկավ, նա կշռում էր 45 կիլոգրամ ուներ ամբողջովին ճերմակ մազեր։ Նրա ձեռքերը դողում էին դեղերի երկարատ օգտագործումից, նրա քայլքը անվստահ էր, նրա աչքերը խորացել էին։ Բայց նրա հայացքում կար ինչ-որ բան, ինչը չէր եղել 2 տարի առաջ՝ խաղաղություն։ Ոչ թե երջանկություն, ոչ թե հույս, այլ խաղաղություն մարդու, ով անցել է դժոխքի միջով վերապրել է։ Նրա եղբայր Արամը սպասում էր դռան մոտ։ Երբ նա տեսավ Օֆելիային, նա չկարողացավ զսպել արցունքները։ Նա գրկեց քրոջը, շշնջաց. «Ներողություն, Օֆելիա։ Ներողություն, որ չկարողացա քեզ պաշտպանել»։ Օֆելիան շոյեց նրա գլուխը, ինչպես մայրը շոյում է երեխային. «Դու արեցիր այն, ինչ կարողացար, Արամ ջան։ Ոչ ոք չէր կարող ավելին անել այդ համակարգում»։ Նրանք գնացին Արամի բնակարան, Գիամ փողոցում։ Օֆելիան նստեց պատուհանի մոտ, նայեց Երանին, քաղաքին, որը երբեմն սիրել էր, հետո ատել էր, հիմա պարզապես նայում էր, առանց զգացմունքների։ Արամը պատրաստեց թեյ, հարցրեց. «Ինչ ես ուզում անել հիմա, Օֆելիա»։ Օֆելիան մտածեց երկար, հետո ասաց. «Ես ուզում եմ իմանալ, ինչու՞։ Էն ինձ թողարկել։ 2 տարի նրանք ասում էին, որ ես հիվանդ եմ, որ ես պետք է մնամ այնտեղ։ Եվ հանկարծ, մի օրվա ընթացքում, ես առողջ եմ, կարող եմ գնալ։ Ինչ-որ բան փոխվել է։ Եվ ես պետք է իմանամ, ինչ»։ Արամը նայեց քրոջը, տեսավ, որ նույնիսկ 2 տարի հոգեբուժական հիվանդանոցում չէին կարողացել սպանել նրա ներսում այն կրակը, որը ուզում էր իմանալ ճշմարտությունը։ Հաջորդ օրերին Արամը սկսեց հետաքննություն։ Նա խոսեց իր ծանոթների հետ, ովքեր աշխատում էին կուլտուրայի նախարարությունում, կուսակցության կենտկոմում, գրողների միությունում։ Եվ դանդաղ, կտոր առ կտոր, նա սկսեց հավաքել պատմությունը։ Պարզվեց, որ Օֆելիայի նամակները, որոնք նա ուղարկել էր 1982 թվականին, իսկապես հասել էին հասցեատերերին։ Բայց դրանք անմիջապես փոխանցվել էին Մերանգուլյանին, որպես զրպարտություն։ Մերանգուլյանը օգտագործել էր իր կապերը, կազմակերպել էր Օֆելիայի ձերբակալումը, հոգեբուժական փորձաքննությունը, հիվանդանոց տեղափոխումը։ Ամեն ինչ եղել էր պլանավորված, ամեն ինչ եղել էր իրականացված համակարգի ներսում։ Բայց 1984 թվականին ինչ-որ բան փոխվել էր Մոսկվայում։ Նոր ղեկավարություն էր եկել իշխանության, Կոնստանտին Չեռնենկոն։ Եվ նրա թիմում կային մարդիկ, ովքեր սկսել էին վերանայել քաղաքական հոգեբուժության գործերը։ Նրանք փնտրում էին այն դեպքերը, երբ առողջ մարդկանց փակել էին հիվանդանոցներում քաղաքական պատճառներով։ Եվ Օֆելիայի գործը ընկել էր նրանց ուշադրության մեջ։ Բայց ով էր այն մարդը Մոսկվայում, ով հետաքրքրվել էր Օֆելիայի գործով։ Արամը շարունակեց փորել, վերջապես գտավ պատասխանը։ Պարզվեց, որ 1983 թվականին Փարիզում կայացել էր միջազգային կոնֆերանս՝ նվիրված մարդու իրավունքներին։
Այնտեղ մասնակցել էր խորհրդային պատվիրակությունը, նրանց տվել էին ցուցակ քաղաքական գերիների, ովքեր պահվում էին հոգեբուժական հիվանդանոցներում։ Օֆելիա Համբարձումյանի անունը եղել էր այդ ցուցակում։ Ինչ-որ մեկը, հավանաբար Արամը կամ ուրիշ ինչ-որ մեկը, ով գիտեր Օֆելիայի պատմությունը, ուղարկել էր տեղեկություններ արմատյան մարդու իրավունքների կազմակերպություններին։ Եվ երբ այդ տեղեկությունները հրապարակվել էին միջազգային մամուլում, Մոսկվան ստիպված էր եղել արձագանքել։ Ոչ թե որովհետև նրանք հոգում էին Օֆելիայի մասին, այլ որովհետև նրանք հոգում էին Խորհրդային Միության հեղինակության մասին։ Օֆելիան լսեց այս պատմությունը, զարմացավ։ Նա երբեք չէր մտածել, որ նրա ձայնը կարող էր հասնել այդքան հեռու։ Նա երբեք չէր մտածել, որ նրա պատմությունը կարող էր հետաքրքրել մարդկանց Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում։ Նա միշտ մտածել էր, որ նա մենակ է այս պայքարում։ Բայց պարզվեց, նա երբեք մենակ չէր եղել։ Կային մարդիկ, ում նա երբեք չէր տեսել, ում անունները երբեք չէր իմացել, ովքեր պայքարում էին նրա համար։ Եվ այդ գիտակցումը տվեց Օֆելիային ինչ-որ բան, ինչը նա կորցրել էր երկար ժամանակ առաջ՝ հույս։ Ոչ թե հույս իր սեփական ապագայի համար, այլ հույս այն համար, որ համակարգը կարող էր փոխվել, որ ճշմարտությունը կարող էր հաղթել, որ արդարությունը կարող էր գալ, նույնիսկ եթե դանդաղ, նույնիսկ եթե ուշ։ 1985 թվականի մարտին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային Միության նոր ղեկավար։ Նա եկավ խոսքերով «Պերեստրոյկա», «Գլասնոստ», «Դեմոկրատացում»։ Խոսքեր, որոնք մարդիկ լսել էին առաջ, բայց երբեք չէին տեսել իրականացված։ Բայց այս անգամ ինչ-որ բան տարբեր էր։ Համակարգը սկսեց բացվել, դանդաղ, զգուշորեն, բայց բացվել։ Թերթերը սկսեցին գրել այն մասին, ինչի մասին առաջ լռում էին։ Հեռուստատեսությունը սկսեց ցույց տալ այն, ինչ առաջ թաքցնում էր։ Մարդիկ սկսեցին խոսել բարձրաձայն այն մասին, ինչ առաջ շշնջում էին։ Եվ Օֆելիա Համբարձումյանի պատմությունը դարձավ մեկը այն պատմություններից, որոնք սկսեցին հրապարակվել։ 1985 թվականի հունիսին Սովետական Հայաստան թերթը հրապարակեց հոդված, վերնագրովը «Ոսկե վանդակի գերին»։ Հոդվածը պատմում էր Օֆելիա Համբարձումյանի պատմությունը, ինչպես նա եղել էր Հայաստանի ամենասիրված երգչուհին, ինչպես նա փորձել էր ապստամբել Վարդան Մերանգուլյանի համակարգի դեմ, ինչպես նրան փակել էին հոգեբուժական հիվանդանոց։ Հոդվածը չէր անվանում Մերանգուլյանին անունով, օգտագործելով միայն անսամբլի ղեկավար բառակապակցությունը։ Բայց բոլորը հասկացան, ում մասին էր խոսքը։ Հոդվածը ավարտվում էր հարցով. «Քանի՞ Օֆելիա Համբարձումյաններ կան դեռ մեր համակարգում, ովքեր լռում են, վախենում են, տառապում են։ Եվ երբ մենք վերջապես կսովորենք պաշտպանել մեր արտիստներին, ոչ թե նրանց շահագործողներից»։ Հոդվածը առաջացրեց ցնցում։ Մարդիկ սկսեցին խոսել Օֆելիայի մասին, փողոցներում, աշխատավայրերում, տներում։ Ոմանք ասում էին, ես միշտ գիտեի, որ Մերանգուլյանը բռնապետ է։ Ուրիշներն ասում էին, ես հիշում եմ Օֆելիայի ձայնը։ Ինչպես կարող էին նրան այդպես վարվել։ Երրորդներն ասում էին, սա ոչ միայն Օֆելիայի պատմությունն է։ Սա մեր բոլորի պատմությունն է, ովքեր ապրել ենք վախի մեջ։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ սկսեցին հայտնվել ուրիշ վկաներ։ Նախկին սոլիստներ, ովքեր լքել էին անսամբլը տարիներ առաջ, սկսեցին պատմել իրենց պատմությունները։ Մեկը պատմեց, թե ինչպես Մերանգուլյանը ստիպել էր նրան ամուսնալուծվել, որովհետև նրա ամուսինը քաղաքականորեն անվստահելի էր։ Մյուսը պատմեց, թե ինչպես Մերանգուլյանը օգտագործել էր կոմպրոմատ, ստիպելու նրան հրաժարվել արտասահմանյան հրավերից։ Երրորդը պատմեց, թե ինչպես Մերանգուլյանը սպառնացել էր նրա ընտանիքին, եթե նա չհնազանդվեր։ Վարդան Մերանգուլյանը փորձեց պաշտպանվել։ Նա տվեց հարցազրույցը գրական թերթ ամսագրին, որտեղ ասաց, Օֆելիա Համբարձումյանը տաղանդավոր արտիստ էր, բայց նա ուներ հոգեկան խնդիրներ։ Ես միշտ փորձել եմ օգնել նրան, բայց նա մերժել է օգնությունը։ Այն, ինչ պատահեց նրա հետ, ողբերգություն է, բայց ես պատասխանատու չեմ դրա համար։ Բայց մարդիկ այլս չէին հավատում։ Չափազանց շատ վկաներ էին հայտնվել, չափազանց շատ պատմություններ էին պատմվել։ Եվ Մերանգուլյանի պաշտպանությունը հնչում էր դատարկ, կեղծ, հին համակարգի վերջին փորձ պահպանելու իր գաղտնիքները։ 1985 թվականի սեպտեմբերին Կուլտուրայի նախարարությունը ստեղծեց հանձնաժողով, ուսումնասիրելու Հայաստանի պետական երգի պարի անսամբլի գործունեությունը։ Հանձնաժողովը հարցաքննեց տասնյակ սոլիստների, երգիչների, պարողների։ Նրանք ուսումնասիրեցին ֆինանսական փաստաթղթերը, պայմանագրերը, անձնական գործերը։
Եվ նրանք գտան այն, ինչ Օֆելիան պատմել էր 2 տարի առաջ, համակարգ, որը հիմնված էր վախի, շահագործման, կոմպրոմատի վրա։ Հանձնաժողովի եզրակացությունը եղավ կոպիտ, անսամբլի ղեկավարությունը խախտել է խորհրդային օրենքները, արտիստների իրավունքները, մարդկային արժանապատվությունը։ Անհրաժեշտ է անմիջական միջոցներ ձեռնարկել իրավիճակը ուղղելու համար։ 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Վարդան Մերանգուլյանը ստիպված եղավ հրաժարական տալ Հայաստանի պետական երգի բարի անսամբլի տնօրենի պաշտոնից։ Պաշտոնական պատճառը եղավ առողջական խնդիրներ։ Իրական պատճառը եղավ այն, որ համակարգը, որը 30 տարի պաշտպանել էր նրան, այլևս չէր կարող դա անել։ Նոր ժամանակներ էին եկել, հին մարդիկ պետք է գնային։ Մերանգուլյանը չգնաց լուռ։ Նա փորձեց պայքարել, փորձեց օգտագործել իր հին կապերը, փորձեց սպառնալ, փորձեց գնել։ Բայց ոչինչ չաշխատեց։ Նույնիսկ նրա ամենահին դաշնակիցները շրջվեցին նրանից։ Որովհետև նրանք հասկացան, Մերանգուլյանը դարձել էր խորհրդային համակարգի խորհրդանիշ, այն ամենավատի, ինչ եղել էր այդ համակարգում։ Եվ եթե նրանք ուզում էին վերապրել նոր ժամանակներում, նրանք պետք է հեռանային Մերանգուլյանից։ Օֆելիա Համբարձումյանը լսեց Մերանգուլյանի հրաժարականի մասին զգաց ոչ թե ուրախություն, այլ դատարկություն։ Նա սպասել էր այս պահին 10 տարի։ Նա երազել էր այն օրվա մասին, երբ Մերանգուլյանը կպատժվի իր արարքների համար։ Բայց հիմա, երբ այդ օրը եկավ, նա զգաց միայն հոգնածություն։ Որովհետև Մերանգուլյանի անկումը չէր վերադարձնում նրան այն տարիները, որոնք նա կորցրել էր։ Չէր վերադարձնում նրա ձայնը, որը մարել էր դեղերի էլեկտրաշոկի տակ։ Չէր վերադարձնում նրա երազանքները, որոնք ոչնչացվել էին ոսկե վանդակում։ Մերանգուլյանի պատիժը եղավ ուշ, չափազանց ուշ Օֆելիայի համար։ Բայց գոնե այն եկավ։ Եվ գոնե այն ցույց տվեց ուրիշներին, որ համակարգը կարող էր փոխվել, որ բռնապետները կարող էին ընկնել, որ ճշմարտությունը կարող էր հաղթել։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց։ Կարմիր դրոշը իջավ Կրեմլի վրայից, նրա տեղը բարձրացավ Ռուսաստանի եռագույնը։ 74 տարի տաց համակարգը փլուզվեց մի օրում։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, ոմանք լալով, ոմանք ուրախանալով, ոմանք պարզապես շշմած։ Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր բնակարանում, նայում էր հեռուստացույցին։ Նա տեսավ, թե ինչպես են մարդիկ քանդում Լենինի արձանները, ինչպես են այրում կուսակցական գրքերը, ինչպես են բացում այն արխիվները, որոնք թաքցված էին 70 տարի։ Եվ նա մտածեց, արդյոք այս նոր ազատությունը իրական է, թե դաս մեկ ոսկե վանդակ է, ավելի մեծ, ավելի գեղեցիկ, բայց միևնույն է, վանդակ։ 1992 թվականին Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն։ Նոր դրոշ, նոր օրհներգ, նոր հույսեր։ Մարդիկ խոսում էին նոր սկզբի մասին, նոր հնարավորությունների մասին։ Բայց Օֆելիայի համար դա եղավ ավելի շատ վերջ, քան սկիզբ։ Նա 44 տարեկան էր, բայց զգում էր ինքը, ինչպես 70-ամյա։ Նրա ձայնը, որը երբեմն լցնում էր դահլիճները, այժմ դողում էր նույնիսկ երբ նա խոսում էր։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն շարժվում էին գեղեցիկ ժեստերով բեմում, այժմ անընդհատ դողում էին դեղերի երկարատ օգտագործումից։ Նրա հոգին, որը երբեմն լի էր երաժշտությամբ, այժմ լի էր լռությամբ։ Օֆելիան փորձեց վերադառնալ բեմ։ 1992 թվականի գարնանը նրան հրավիրեցին օպերային թատրոն, երգելու բարեգործական համերգում։ Նա ընդունեց հրավերը, հույս ունենալով, որ գոնե մի անգամ կզգա այն զգացումը, որը ունեցել էր երիտասարդության մեջ, երբ բարձրանում էր բեմ երգում էր։ Համերգի երեկո Օֆելիան կանգնեց բեմի ետում, լսեց հանդիսատեսի աղմուկը։ Նա փակեց աչքերը, փորձեց հիշել, ինչպես էր դա եղել առաջ։ Այն վստահությունը, այն ուժը, այն կրակը։ Բայց երբ նա բացեց աչքերը, նայեց հայելուն, նա տեսավ ոչ թե երիտասարդ, փայլուն արտիստուհուն, այլ կոտրված կին, ճերմակ մազերով, խորացած աչքերով, դողացող ձեռքերով։ Հայտարարողը ասաց, և հիմա, լեգենդար Օֆելիա Համբարձումյանը Գերքի Կոմիտասի ծիրանի ծառը։ Օֆելիան բարձրացավ բեմ։ Դահլիճը ոտքի կանգնեց, նախքան նա սկսեր երգել։ Մարդիկ ծափահարում էին, ոչ թե նրա համար, ով նա էր հիմա, այլ նրա համար, ով նա եղել էր։ Ծափահարում էին հիշողության համար, ծափահարում էին խորհրդանշի համար, ծափահարում էին այն ամենի համար, ինչ նա ներկայացնում էր։ Օֆելիան սկսեց երգել։ Առաջին նոտաները դուրս եկան դժվարությամբ, դողացող, անվստահ։
Նրա ձայնը այլս չուներ այն ուժը, այն փայլը, որը ունեցել էր։ Բայց նրա ձայնում կար ինչ-որ այլ բան, ցավ։ Ցավ, որը եկել էր տառապանքից, ցավ, որը եկել էր կորուստից, ցավ, որը եկել էր ապրելուց։ Եվ այդ ցավը հպվեց մարդկանց սրտերին ավելի խորը, քան ցանկացած տեխնիկական կատարելություն կարող էր հպվել։ Երբ Օֆելիան ավարտեց, դահլիճում լռություն էր։ Ոչ ծափահարություն, ոչ աղմուկ, միայն լռություն։ Հետո մի մարդ սկսեց լալ։ Հետո մեկ ուրիշը։ Հետո ամբողջ դահլիճը լաց էր լինում։ Նրանք լաց էին լինում ոչ թե Օֆելիայի համար, այլ իրենց համար։ Լաց էին լինում այն տարիների համար, որոնք նրանք ապրել էին վախի մեջ։ Լաց էին լինում այն երազանքների համար, որոնք նրանք թաղել էին։ Լաց էին լինում այն համակարգի համար, որը սպանել էր իրենց լավագույն մարդկանց։ Օֆելիան իջավ բեմից գիտեր, դա եղավ նրա վերջին համերգը։ Նա այլս չէր կարող երգել։ Ոչ թե որովհետև ձայնը չկար, այլ որովհետև ուժը չկար։ Նա տվել էր ամեն ինչ, իր տաղանդը, իր երիտասարդությունը, իր առողջությունը, իր կյանքը։ Եվ հիմա նա ուզում էր միայն հանգիստ։ Ոչ թե մահ, այլ հանգիստ։ Հանգիստ պայքարից, հանգիստ ցավից, հանգիստ հիշողություններից։ 1998 թվականի ամռանը Օֆելիա Համբարձումյանը նստած էր իր փոքրիկ բնակարանի պատշգամբում նայում էր Երանին։ Քաղաքը փոխվել էր, նոր շենքեր, նոր մեքենաներ, նոր մարդիկ։ Բայց լեռները մնացել էին նույնը, Արարատը, որը կանգնած էր հորիզոնում, անփոփոխ, հավերժական։ Օֆելիան մտածում էր իր կյանքի մասին, այն ճանապարհի մասին, որը նա անցել էր։ Նա սկսել էր որպես երիտասարդ աղջիկ, լի երազանքներով, հույսերով։ Նա ուզում էր երգել, ուզում էր բերել գեղեցկություն աշխարհ, ուզում էր հպվել մարդկանց սրտերին։ Եվ նա արեց դա մի ժամանակ։ Բայց գինը եղավ ավելի բարձր, քան նա երբե պատկերացրել էր։ Օֆելիան մտածեց Վարդան Մերանգուլյանի մասին։ Նա լսել էր, որ Մերանգուլյանը մեռել էր 1996 թվականին, սրտի կաթվածից։ Նա մեռել էր տանը, մենակ, մոռացված։ Նրա հուղարկավորությանը եկել էին միայն մի քանի հին ընկերներ ազգականներ։ Անսամբլից ոչ ոք չեկավ։ Ոչ մի սոլիստ, ոչ մի երգիչ, ոչ մի պարող։ Նրանք բոլորը հիշում էին, նրանք բոլորը ներում չէին տվել։ Օֆելիան փորձեց զգալ բավարարվածություն Մերանգուլյանի մահից, բայց չկարողացավ։ Նա զգաց միայն դատարկություն։ Որովհետև Մերանգուլյանի մահը չէր վերադարձնում այն, ինչ նա կորցրել էր։ Չէր վերադարձնում այն տարիները, այն հնարավորությունները, այն կյանքը, որը նա կարող էր ունենալ։ Օֆելիան մտածեց Լուսինե Ավագյանի մասին։ Երիտասարդ երգչուհին, ով պետք է դառնար նրա փոխարինողը, լքել էր անսամբլը 1986 թվականին, անմիջապես Մերանգուլյանի հրաժարականից հետո։ Նա ամուսնացել էր, տեղափոխվել էր Գյումրի, աշխատել էր տեղական մշակույթի տանը։ Նա երբեք չդարձավ աստղ, երբեք չերգեց մեծ բեմերում, երբեք չստացավ փառք։ Բայց նա ապրեց սովորական կյանք, ամուսին, երեխաներ, հանգիստ։ Եվ երբ Օֆելիան հանդիպեց նրան 1995 թվականին, պատահականորեն փողոցում, նա տեսավ Լուսինեի աչքերում ոչ թե զղջում, այլ խաղաղություն։ Լուսինեն ասաց. «Օֆելիա ջան, շնորհակալություն։ Շնորհակալություն, որ ասացիք ինձ ճշմարտությունը։ Դուք փրկեցիք ինձ այն ճակատագրից, որը սպասում էր ինձ»։ Եվ Օֆելիան հասկացավ, գոնե մեկ մարդու համար նրա պայքարը չէր եղել զուր։ Օֆելիան մտածեց բոլոր այն արտիստների մասին, ովքեր դեռ ապրում էին ոսկե վանդակներում։ Ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ամբողջ նախկին Խորհրդային Միությունում։ Արտիստներ, ովքեր երգում էին ուրիշների հրամանով, պարում էին ուրիշների ռեժիսուրայով, ապրում էին ուրիշների թույլտվությամբ։ Համակարգը փլուզվել էր, բայց մարդիկ, ովքեր ստեղծել էին այդ համակարգը, դեռ կային։ Նրանք փոխել էին անունները, փոխել էին պաշտոնները, բայց չէին փոխել մտածելակերպը։ Նրանք դեռ հավատում էին, որ արվեստը պետք է վերահսկվի, որ արտիստները պետք է հնազանդվեն, որ ազատությունը վտանգավոր է։ Եվ քանի դեռ այդ մարդիկ կային, ոսկե վանդակները կշարունակեին գոյություն ունենալ։ Օֆելիան մտածեց իր սեփական ապագայի մասին։ Նա 51 տարեկան էր, գիտեր, նրա կյանքը մոտենում էր ավարտին։ Ոչ թե անմիջապես, բայց դանդաղ, անխուսափելիորեն։ Նրա առողջությունը քայքայված էր 2 տարի հոգեբուժական հիվանդանոցում անցկացնելուց։
Նրա սիրտը թույլ էր, նրա թոքերը վնասված էին, նրա նյարդերը ոչնչացված էին։ Բժիշկները ասում էին, նա ապրելու էր դեռ 10-15 տարի, եթե զգույշ լիներ։ Բայց Օֆելիան չէր ուզում զգույշ լինել։ Նա ապրել էր ամբողջ կյանքը զգույշ լինելով, վախենալով Մերանգուլյանից, վախենալով համակարգից, վախենալով ճշմարտությունը ասելուց։ Եվ այդ զգուշությունը չէր փրկել նրան։ Հիմա նա ուզում էր ապրել այնպես, ինչպես ուզում էր, առանց վախի, առանց զգուշության, առանց զիջումների։ Օֆելիան որոշեց գրել գիրք։ Ոչ թե հուշագրություն, ոչ թե ինքնակենսագրություն, այլ վկայություն։ Վկայություն այն մասին, թե ինչ էր իրականում նշանակում լինել արտիստ խորհրդային համակարգում։ Վկայություն այն մասին, թե ինչպես էր համակարգը վերածում արվեստը գործիքի, արտիստներին մարիոնետների։ Վկայություն այն մասին, թե ինչ էր գինը փառքի, ճանաչման, հաջողության։ Նա գիտեր, այդ գիրքը կարող էր երբեք չհրատարակվել։ Նա գիտեր, դեռ կային մարդիկ, ովքեր չէին ուզում, որ այդ ճշմարտությունը հրապարակվի։ Բայց նա գիտեր, եթե նա չգրի այդ գիրքը, ճշմարտությունը կմեռնի նրա հետ միասին։ Եվ նա չէր ուզում, որ այդ ճշմարտությունը մեռնի։ Օֆելիան սկսեց գրել 1998 թվականի աշնանը։ Նա գրում էր ամեն օր, առավոտից մինչ երեկո, նստած իր փոքրիկ սեղանի առջ, նայելով Արարատին։ Նա գրեց իր մանկության մասին, իր երազանքների մասին, իր առաջին համերգի մասին։ Նա գրեց Մերանգուլյանի մասին, ինչպես նա հանդիպեց նրան, ինչպես նա դարձավ նրա գերին, ինչպես նա փորձեց փախչել։ Նա գրեց հոգեբուժական հիվանդանոցի մասին, դեղերի, էլեկտրաշոկի, լռության մասին։ Նա գրեց ամեն ինչ, առանց զարդարանքի, առանց ներողամտության, առանց վախի։ Եվ երբ նա ավարտեց, նա ուներ 300 էջ, լի ցավով, ճշմարտությամբ, հույսով։ Օֆելիան փորձեց գտնել հրատարակիչ իր գրքի համար։ Նա գնաց 10 տարբեր հրատարակչություններ, բայց բոլորը մերժեցին։ Ոմանք ասացին, այս գիրքը չափազանց քաղաքական է։ Ուրիշներն ասացին, այս գիրքը չափազանց ցավոտ է։ Երրորդներն ասացին, այս գիրքը չի վաճառվի։ Բայց իրականում նրանք բոլորը վախենում էին։ Վախենում էին այն մարդկանցից, ովքեր դեռ ուժեղ էին, ովքեր դեռ կարող էին վնասել։ Վախենում էին ճշմարտությունից, որը կարող էր քանդել այն պատկերը, որը նրանք ստեղծել էին անցյալի մասին։ Օֆելիան հասկացավ, նրա գիրքը չի հրատարակվի նրա կյանքում։ Բայց նա հասկացավ, դա կարևոր չէ։ Կարևորը այն էր, որ նա գրեց այն։ Կարևորը այն էր, որ ճշմարտությունը գոյություն ուներ, թղթի վրա, խոսքերի մեջ, հիշողության մեջ։ Եվ մի օր, երբ ժամանակը կգար, այդ ճշմարտությունը կգտներ իր ճանապարհը դեպի լույս։ 1999 թվականի ձմեռը Օֆելիա Համբարձումյանը հիվանդացավ։ Թոքաբորբ, որը արագ զարգացավ բարդություններով։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, բայց բժիշկները ասացին, նրանք չեն կարող շատ բան անել։ Նրա մարմինը չափազանց թույլ էր, չափազանց քայքայված էր տարիների տառապանքներից։ Օֆելիան պառկած էր հիվանդանոցային անկողնում, գիտեր, նա մեռնում է։ Բայց նա չէր վախենում։ Նա ապրել էր երկար, դժվար կյանք, նա պատրաստ էր հանգստանալ։ Նրա եղբայր Արամը նստած էր նրա կողքին, բռնած էր նրա ձեռքը։ Օֆելիա, մի հանձնվիր, շշնջաց նա։ Պայքարիր։ Օֆելիան ժպտաց, ես պայքարեցի ամբողջ կյանքս, Արամ ջան։ Հիմա ժամանակն է հանգստանալու։ Օֆելիա Համբարձումյանը մեռավ 1999 թվականի փետրվարի 12-ին, առավոտյան ժամը 6-ին։ Նա մեռավ հանգիստ, առանց ցավի, առանց վախի։ Նրա վերջին խոսքերը եղան. ես երգեցի։ Ես խոսեցի։ Ես ապրեցի։ Նրա հուղարկավորությանը եկան հարյուրներ մարդիկ, հին սոլիստներ, երգիչներ, պարողներ, պարզ մարդիկ, ովքեր հիշում էին նրա ձայնը։ Նրանք բոլորը լաց էին լինում, ոչ միայն Օֆելիայի համար, այլ իրենց համար, այն ժամանակների համար, որոնք անցել էին, այն երազանքների համար, որոնք մեռել էին։ Օֆելիային թաղեցին Կոմիտասի Պանթեոնում, այն մեծ հայ երաժիշտների կողքին, ում երգերը նա երգել էր։ Նրա գերեզմանի վրա գրեցին Օֆելիա Համբարձումյան։ Ձայն, որը չլռեցավ։ Օֆելիայի մահից հետո նրա եղբայր Արամը փորձեց հրատարակել նրա գիրքը։ Նա գնաց տասնյակ հրատարակչություններ, բայց նորից բոլորը մերժեցին։ Վերջապես 1999 թվականի վերջին մի փոքրիկ անկախ հրատարակչություն համաձայնվեց հրատարակել գիրքը, փոքր տպաքանակով, 500 օրինակ։
Գիրքը կոչվեց «Ոսկե վանդակ. Օֆելիա Համբարձումյանի վկայությունը»։ Այն վաճառվեց 2 շաբաթում։ Մարդիկ փնտրում էին այն, փոխանցում էին միմյանց, կարդում էին գիշերները։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Օֆելիայի պատմությունը սկսեց տարածվել։ Ոչ միայն Հայաստանում, այլ դրսում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում։ Մարդիկ սկսեցին հասկանալ, Օֆելիայի պատմությունը ոչ միայն նրա անձնական պատմությունն էր։ Դա էր պատմություն ամբողջ սերնդի մասին, ով ապրել էր խորհրդային համակարգում, ով երազել էր ազատության մասին, ով պայքարել էր, կորցրել էր, բայց ով երբեք չէր հանձնվել։ Այսօր, երբ մարդիկ խոսում են Օֆելիա Համբարձումյանի մասին, նրանք հիշում են ոչ միայն նրա ձայնը, այլ նրա համարձակությունը։ Նրանք հիշում են, թե ինչպես նա կանգնեց համակարգի դեմ, երբ բոլորը լռում էին։ Նրանք հիշում են, թե ինչպես նա վճարեց ամենաբարձր գինը, իր ազատությունը, իր առողջությունը, իր կյանքը, ճշմարտությունը ասելու համար։ Եվ նրանք հարցնում են իրենց, արդյոք նրանք կունենային նույն համարձակությունը, եթե կանգնեին նույն ընտրության առջ։ Արդյոք նրանք կընտրեին ազատությունը, նույնիսկ եթե դա նշանակեր կորցնել ամեն ինչ։ Թե նրանք կընտրեին անվտանգությունը, նույնիսկ եթե դա նշանակեր ապրել ոսկե վանդակում։ Վարդան Մերանգուլյանի անունը այսօր հիշվում է ոչ թե որպես վաստակավոր մշակույթի գործիչ, այլ որպես խորհրդանիշ այն համակարգի, որը ճնշում էր արվեստը։ Նրա անունը դարձել է նախազգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում, երբ վախը դառնում է կառավարման գործիք, երբ արվեստը վերածվում է քաղաքականության ծառայի։ Ոմանք փորձում են արդարացնել նրան, ասելով, որ նա պարզապես իր ժամանակի արդյունք էր, որ նա անում էր այն, ինչ համակարգը պահանջում էր։ Բայց ուրիշներն ասում են, յուրաքանչյուր մարդ ունի ընտրություն, Մերանգուլյանը ընտրեց իշխանությունը, ոչ թե արդարությունը, ընտրեց վերահսկողությունը, ոչ թե ազատությունը, ընտրեց համակարգը, ոչ թե մարդկանց։ Այսօր Հայաստանի պետական երգի բարի անսամբլը դեռ գոյություն ունի։ Նոր սոլիստներ, նոր երգեր, նոր ղեկավարություն։ Բայց անսամբլի թանգարանում կա մի փոքրիկ անկյուն, նվիրված Օֆելիա Համբարձումյանին։ Այնտեղ կախված են նրա լուսանկարները, պահված են նրա կոստյումները, ցուցադրված են նրա մրցանակները։ Եվ այնտեղ կա մի փոքրիկ տախտակ, որի վրա գրված է Օֆելիա Համբարձումյան, արտիստ, ով համարձակվեց խոսել ճշմարտությունը։ Երիտասարդ սոլիստները գալիս են այդ անկյուն կարդում են Օֆելիայի պատմությունը։ Եվ նրանք հարցնում են իրենց, արդյոք այսօր ամեն ինչ փոխվել է, թե ոսկե վանդակները դեռ գոյություն ունեն, պարզապես այլ ձերով, այլ անուններով։ Բարեկամներ, ինչպես եք դուք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, թե հերոս, ով համարձակվեց կանգնել անարդարության դեմ։ Արդյոք նրա ընտրությունը ճիշտ էր, խոսել ճշմարտությունը, կորցնել ամեն ինչ, թե ավելի լավ էր լռել, պահպանել այն, ինչ ուներ։ Արդյոք այսօր մենք ապրում ենք ավելի ազատ աշխարհում, թե ոսկե վանդակները դեռ շրջապատում են մեզ, պարզապես ավելի անտեսանելի, ավելի նուրբ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում, ձեր ընտանիքում կան մարդիկ, ովքեր հիշում են Օֆելիա Համբարձումյանին, ովքեր լսել են նրա ձայնը, ովքեր գիտեն նրա պատմությունը։ Սեղմեք հավանում, եթե կարծում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է ասվի, անկախ գնից։ Եվ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը, նույնիսկ երբ պատմությունը փորձեց ջնջել նրանց։